Երանի կենտրոն թաղամասում միլիոնատիրոջ մայրը փորում է սեփական գերեզմանը, իր հարսի դաժան սպառնալիքի ներքո։ Տարիներ շարունակ թաղված ընտանեկան գաղտնիքները ի հայտ են գալիս, երբ տարեց կինը բացահայտում է մի ճշմարտություն, որը կարող է ամեն ինչ կործանել։ Սակայն մինչ հողը նրան ամբողջությամբ կծածկեր, մի անսպասելի բան է տեղի ունենում, այն, ինչը կարող էր լինել լուռ ողբերգություն, դառնում է քաջության, սիրո փրկագնման ժառանգության սկիզբը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ կլսեք ձեր կյանքում։ Մայրամուտը դանդաղ իջնում էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գյուղական շրջանների վրա, իր հետ բերելով այն ծանր լռությունը, որին ծանոթ է միայն գյուղը։ Ծառերը թեթակի օրորվում էին քամուց, նարնջագույն երկինքը կարծես ձեռքով նկարված լիներ, ասես բնությունը ցանկանում էր վերջին ներկայացումը տալ մինչ լիակատար խավարը։ Բայց այդ պահի ողջ գեղեցկությունը անգամ չէր կարող թաքցնել այն, ինչ տեղի էր ունենալու այդ մեկուսի հողամասում, քաղաքի հետաքրքրասեր աչքերից հեռու։ Տիկին Շուշանիկը ծնկի իջավ խոնավ հողի վրա, յուրաքանչյուր շարժման մեջ զգալով իր 68 տարիների ծանրությունը։ Նրա ձեռքերը դողում էին, երբ բռնում էր րոպեներ առաջ իրեն տրված բահը։ Ցեխը կպչում էր նրա մատներին, նրա հասարակ հագուստին, ժամանակի անդադար հոսող արցունքներից կնճռոտված դեմքին։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչպես էր հասել այստեղ, ինչպես էր ամեն ինչ այսքան արագ փլուզվել։ Նրա ձայնը թույլ էր, գրեթե հուսահատ շշուկ։ Խնդրում եմ, Նարե, այդպես մի վարվիր ինձ հետ։ Ես քո ամուսնու մայրն եմ։ Ես քեզ երբեք վատություն չեմ արել։ Նարեն կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա, սկեսրոջը դիտելով սառը աչքերով մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր զայրույթի, վախի, վճռականության։ Նա ամուր բռնել էր մյուս բահը, մատները սպիտակել էին փայտե կոթի շուրջ։ Նրա մուգ մազերը հապճեպ հավաքված էին, իսկ նրա թանկարժեք հագուստը, որը նախկինում անթերի էր, այժմ կեղտոտված էր հողով։ Նա դժվարությամբ էր շնչում, կարծես ներքին պայքարի մեջ լիներ։ Փակիր բերանդ, Շուշանիկ։ Փակիր այդ բերանդը։ Նարեի ձայնն ավելի բարձր հնչեց, քան նա մտադրվել էր, արձագանքելով դատարկ տարածքում։ Դու ոչինչ չես հասկանում։ Ոչինչ։ Դու կործանելու էիր ամեն ինչ։ Այն ամենը, ինչ ես կառուցել եմ։ Տիկին Շուշանիկը փորձեց ոտքի կանգնել, բայց ոտքերը դավաճանեցին։ Նա կրկին ծնկի իջավ, ֆիզիկական ցավը խառնվեց այն սարսափին, որը պատել էր նրա ողջ էությունը։ Սա չէր կարող իրական լինել։ Սա չէր կարող լինել այն նույն կինը, որը տարիներ առաջ ընտանիք էր մտել ամաչկոտ ժպիտով իր որդուն հավերժական սիրո խոս տուններով։ Նարե, մտածիր Պետրոսիկի մասին։ Մտածիր քո որդու մասին։ Նա քո կարիքն ունի։ Նա իր տատիկի կարիքն ունի։ Լսելով տղայի անունը, Նարեն մի պահ վարանեց։ Նրա աչքերում փայլեց մի բան, որը կարող էր լինել զղջում, բայց շուտով դեմքին վերադարձավ կոշտությունը։ Նա մեկ քայլ արեց դեպի սկեսուրը, բահը դեռ ամուր բռնած ձեռքերում։ Հենց նրա համար եմ սա անում։ Որպեսզի պաշտպանեմ իմ որդուն։ Որպեսզի պաշտպանեմ իմ ընտանիքը։ Բայց այդ դաժան տեսարանը, հուսահատության խելագարության այդ պահը, ընդամենը գագաթնակետն էր մի պատմության, որը սկսվել էր շատ ավելի վաղ, շքեղ առանձնատան պատերի ներսում, որտեղ լռությունը միշտ ավելին էր ասում, քան ցանկացած խոսք։ 6 ամիս առաջ տիկին Շուշանիկի կյանքը բոլորովին այլ էր։ Նա ապրում էր իր որդու, Էդուարդի տանը, որը հաջողակ գործարար էր տեխնոլոգիաների ոլորտում կայսրություն էր կառուցել։ Առանձնատունը գտնվում էր Աբովյանի փակ բնակելի թաղամասերից մեկում, հսկայական այգիներով, տաքացվող լողավազանով, շրջակա լեռների արտոնյալ տեսարանով։ Դա այնպիսի վայր էր, որը նա երբեք չէր պատկերացրել, կտեսնի կյանքում, էլ չենք խոսում այնտեղ ապրելու մասին։ Շուշանիկը միշտ հասարակ կին է եղել։ Ծնված մեծացած Սյունիքի մարզի մի փոքրիկ քաղաքում, նա ամբողջ կյանքում աշխատել է որպես դերձակուհի, Էդուարդին միայնակ մեծացնելով այն բանից հետո, երբ ամուսինը լքել էր նրան, երբ տղան ընդամենը 3 տարեկան էր։ Դրանք դժվար տարիներ էին, լի զոհողություններով, զրկանքներով, բայց նա երբեք թույլ չէր տվել, որ որդին կարիքի մեջ լինի։ Նա խնայում էր յուրաքանչյուր կոպեկ, արթնանում էր արածակից առաջ, ավելի շատ պատվերներ ընդունելու համար, քնում էր ուշ գիշերով, ավարտելով երեկոյան զգեստները, մկրտության հագուստները, դպրոցական համազգեստները։
Էդուարդը մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է մայրն իրեն նվիրվում, դա ձավորել էր այն տղամարդուն, որը նա դարձավ։ Վճռական, խելացի հավակնոտ, նա սովորել էր կրթաթոշակով, ավարտել համակարգչային ճարտարագիտության ֆակուլտետը, 30 տարեկանում արդեն ուներ ծրագրային ապահովման մշակման իր սեփական ընկերությունը։ 35-ում նա միլիոնատեր էր։ Եվ առաջին բանը, որ արեց, երբ փողը սկսեց հոսել, մորը Սյունիքի այդ հասարակ տնից բերելն էր իր հետ ապրելու։ «Մամ, դու ինձ մենակ ես մեծացրել։ Հիմա իմ հերթն է քո մասին հոգ տանելու», ասել էր նա այդ օրը, աչքերը փայլելով հուզմունքից։ Շուշանիկը սկզբում դիմադրում էր։ Նա չէր ուզում բեռ լինել, չէր ուզում խանգարել որդու կյանքը, որը վերջերս ամուսնացել էր Նարեի հետ, մի գեղեցիկ էլեգանտ կնոջ, որին ծանոթացել էր գործնական միջոցառման ժամանակ։ Բայց Էդուարդն այնքան համառեց, որ նա ի վերջո համաձայնեց։ Եվ այսպես, 67 տարեկանում տիկին Շուշանիկը տեղափոխվեց այդ հսկայական առանձնատուն, որտեղ ամեն ինչ չափազանց մեծ էր թվում, չափազանց լուռ։ Առաջին ամիսներին նա փորձում էր հարմարվել։ Արթնանում էր վաղ, ինչպես միշտ, բայց կարելու հագուստ չուներ։ Փորձում էր օգնել խոհանոցում, բայց ընտանիքը ամեն ինչի համար ծառայողներ ուներ։ Իրեն անպետք էր զգում, կորած այդ շքեղության աշխարհում, որն իրենը չէր։ Միակ բանը, որ նրան երջանիկ էր պահում, իր թոռնիկի, Պետրոսիկի ներկայությունն էր, որն այն ժամանակ ընդամենը 5 տարեկան էր։ Պետրոսիկը յուրահատուկ երեխա էր։ Լուռ, դիտողական։ Իր տարիքի համար չափազանց զգայուն։ Նա շատ չէր խոսում, նախընտրում էր նկարել լուռ մնալ, բայց նրա շագանակագույն աչքերն ամեն ինչ ասում էին։ Նա կապվել էր տատիկի հետ առաջին իսկ օրվանից, Շուշանիկը այդ տղայի մեջ գտել էր այն նպատակը, որը պակասում էր։ Նա ժամերով խաղում էր նրա հետ, պատմություններ պատմում, սովորեցնում պարզ բաներ, որ սովորել էր գյուղում։ Պետրոսիկը նրա հետ ժպտում էր այնպես, ինչպես ոչ մեկի հետ։ Բայց Շուշանիկը տարօրինակ բան էր նկատում։ Նարեն որդու հետ վարվում էր մի սառնությամբ, որը նա չէր կարողանում հասկանալ։ Կինը քաղաքավարի էր, միշտ լավ հագնված, խոսում էր նրբանկատորեն, բայց նրա տղայի մեջ կար մի հեռավորություն, որն անհանգստացնում էր տատիկին։ Նարեն հազվադեպ էր գրկում Պետրոսիկին, հազվադեպ էր նստում նրա հետ խաղալու կամ նրա պատմությունները լսելու։ Նա կարծես միշտ չափազանց զբաղված լիներ, միշտ կարևոր պարտավորություններով, միշտ հեռախոսով լուծելով հարցեր, որոնք Շուշանիկը նույնիսկ չէր հասկանում։ Դա նրա բնավորությունն է, մամ, արդարանում էր Էդուարդը, երբ մայրը նրբորեն շոշափում էր թեմա։ Նարեն ժամանակակից, անկախ կին է։ Նա Պետրոսիկին սիրում է իր ձով։ Շուշանիկը չէր համառում, բայց այն զգացողությունը, որ ինչ-որ բան այն չէ, շարունակում էր աճել նրա սրտում։ Նա տեսնում էր, թե ինչպես է թոռնիկը փնտրում մոր ուշադրությունը անտեսվում։ Տեսնում էր, թե ինչպես է տղան բերում իր նկարած նկարները, իսկ Նարեն պարզապես թեթակի խփում է նրա գլխին, նախքան հեռախոսին վերադառնալը։ Դա ցավեցնում էր տատիկին, բայց նա չգիտեր ինչ անել։ Դա իր տունը չէր, իր ընտանիքը չէր, որ միջամտեր։ Նա ընդամենը հյուր էր այն աշխարհում, որն իրեն չէր պատկանում։ Շաբաթներն անցնում էին, Շուշանիկը սկսեց նկատել այլ մանրամասներ։ Նարեն նյարդայնանում էր, երբ սկեսուրը շատ ժամանակ էր անցկացնում Պետրոսիկի հետ։ Նա նուրբ, գրեթե աննկատ մեկնաբանություններ էր անում, բայց որոնք վիրավորում էին։ Դուք երեխային չափազանց շատ եք երես տալիս, տիկին Շուշանիկ։ Պետրոսիկը պետք է սովորի անկախ լինել։ Դուք անընդհատ կպածեք նրան։ Էդուարդ, ասա մորթ, որ Պետրոսիկին այդքան շատ քաղցրավենիք չտա։ Նա կսովորի։ Շուշանիկը փորձում էր զսպվել, կուլ տալ։ Վիրավորանքը, բայց դժվար էր։ Նա ոչ մի սխալ բան չէր անում։ Ընդամենը սիրում էր թոռանը միակ ձով, որ գիտեր, ներկայությամբ, քնքշանքով, ուշադրությամբ։ Բայց նկատում էր, որ իր ներկայությունը Նարեին գնալով ավելի էր անհանգստացնում։ Մի մարտյան կեսօր Շուշանիկը խոհանոցում գազարով կեքս էր պատրաստում, այն բաղադրատոմսը, որը Պետրոսիկն ամենաշատն էր սիրում։ Տղան նստած էր նրա կողքի սեղանին, խմորով պատված, ցածրաձայն ծիծաղում էր, պատմելով առավոտյան դիտած մուլտֆիլմի մասին։ Դա այն պարզ պահերից էր, որոնք տատիկի սիրտը լցնում էին երջանկությամբ։ Նարեն հանկարծակի մտավ խոհանոց, հեռախոսը կպցրած ականջին։ Նա արագ գլխով արեց երկուսին էլ դուրս եկավ հետի դռնով, գնալով դեպի այգի։ Շուշանիկը սկզբում մեծ կարողություն չտվեց, շարունակեց խառնել խմորը, լսելով Պետրոսիկի խոսքերը։ Բայց հետո, պատահաբար, նա լսեց Նարեի ձայնը, որը գալիս էր այգուց։
Կինը բարձր էր խոսում, նյարդային, չնայած հեռու էր, քամին որոշ բառեր հասցրեց խոհանոց։ Գիտեմ։ Բայց նա չի կարող իմանալ։ Երբեք։ Եթե Էդուարդն իմանա ճշմարտությունը, ես ամեն ինչ կկորցնեմ։ Շուշանիկը դադարեցրեց խմորը խառնելը։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա նայեց Պետրոսիկին, որը շարունակում էր անտարբեր, ցածրաձայն երգել։ Տատիկը դանդաղ մոտեցավ պատուհանին, փորձելով ավելի լավ լսել, առանց նկատվելու։ Նա նրա որդին չէ։ Դու դա գիտես։ Ես երբեք ոչ ոքի չեմ ասել, հիմա էլ չեմ ասի, շարունակում էր Նարեն, ձայնը դողալով։ Էդուարդը երբեք չպետք է իմանա, որ Պետրոսիկը նրա կենսաբանական որդին չէ։ Երբեք։ Ես սկզբից ստել եմ, ծածրել եմ հղիություն, ամեն ինչ կոկիկ կազմակերպել եմ։ Ոչ ոք ոչնչից չի կասկածում։ Շուշանիկը զգաց, թե ինչպես գետինը փախավ ոտքերի տակից։ Նա ձեռքերով հենվեց սեղանին, որպեսզի չընկնի։ Նարեի խոսքերը արձագանքում էին նրա գլխում եկեղեցու զանգի պես, որը ողբերգություն է ազդարարում։ Պետրոսիկը Էդուարդի կենսաբանական որդին չէր։ Հարսը ստել էր այդ բոլոր տարիների ընթացքում։ Նա հսկայական խաբեություն էր կառուցել, խաբելով այն որդուն, որին նա այնքան սիրում էր։ Ես ոչ պաշտոնական որդեգրում եմ արել։ Այո։ Ամեն ինչ կազմակերպված էր։ Էդուարդը հավատում է, որ նա կենսաբանական հայրն է, որովհետև ես ստեցի հղիության մասին։ Կեղծ որովայն եմ օգտագործել, կեղծել եմ բժշկական քննությունների արդյունքները, մարդկանց եմ վճարել, որ օգնեն։ Նա երբեք ոչնչից չի կասկածել, շարունակում էր Նարեն այգու մյուս կողմում, չիմանալով, որ իրեն լսում են։ Շուշանիկը զգաց, որ արցունքները լցվում են աչքերը։ Նա նայեց Պետրոսիկին, այդ քաղցր ու անմեղ տղային, որը ոչ մի բանում մեղավոր չէր։ Նա իր սրտի թոռն էր, միշտ կլիներ, բայց սուտը չափազանց մեծ էր։ Էդուարդն արժանի էր իմանալ ճշմարտությունը։ Իր որդուն խաբել էին ամենավատ ձով։ Նարեն ավարտեց զանգը մի քանի րոպե անց վերադարձավ տուն։ Երբ անցավ խոհանոցով, գտավ Շուշանիկին կանգնած, հայացքը հառած դեպի ոչ մի տեղ, դեմքը գունատ։ Նրանց հայացքները մի վայրկյանով խաչվեցին, Նարեն անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա զգաց, թե ինչպես սարսուռն անցավ ողնաշարով։ Ամեն ինչ լավ է, տիկին Շուշանիկ, հարցրեց նա, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Շուշանիկը չպատասխանեց։ Նա պարզապես գրկեց Պետրո։ Սիկին մրմնջաց ինչ-որ բան նրա համար պատմություն կարդալու մասին լուր դուրս եկավ խոհանոցից։ Նարեն կանգնած մնաց, դիտելով սկեսրոջ հեռանալը, խորը վախ սկսեց աճել նրա ներսում։ Նա գիտեր։ Շուշանիկը լսել էր ամեն ինչ։ Այդ գիշեր Շուշանիկը չկարողացավ քնել։ Նա արթուն մնաց անկողնում, նայելով առաստաղին, մտածելով, թե ինչ պետք է անի։ Պատմել Էդուարդին։ Դիմակայել Նարեին։ Ձացնել, թե ոչինչ չգիտի։ Յուրաքանչյուր տարբերակ սխալ էր թվում, յուրաքանչյուր ճանապարհ կարծես տանում էր դեպի ողբերգություն։ Նա մտածեց Պետրոսիկի մասին, այն անմեղ տղայի, որը սիրում էր հորը, սիրված էր նրա կողմից։ Ինչ կպատահեր, եթե ճշմարտությունը բացահայտվեր։ Էդուարդը կործանված կլիներ։ Ամբողջ ընտանիքը կփլուզվեր։ Բայց սուտը չափազանց մեծ էր անտեսելու համար։ Էդուարդն իրավունք ուներ իմանալու։ Նա արժանի էր ճշմարտությանը, որքան էլ որ այն ցավոտ լիներ։ Հաջորդ օրերին Շուշանիկը նկատեց, որ Նարեն սկսել է իրեն այլ կերպ դիտել։ Հարսն անցնում էր նրա կողքով կասկածամիտ հայացքով, նուրբ հարցեր էր տալիս, փորձելով պարզել, թե իրականում որքան գիտի սկեսուրը։ Լարվածությունն այդ շքեղ տան ներսում օրեցօր աճում էր, ինչպես պայթելու պատրաստ ճնշման կաթսա։ Էդուարդը, անտեղյակ ամեն ինչից, շարունակում էր իր զբաղված աշխատանքային առօրյան։ Նա վաղ էր դուրս գալիս, ուշ վերադառնում, այն սակավաթիվ պահերին, երբ տանն էր, փորձում էր ժամանակը բաժանել կնոջ, որդու մոր միջ։ Նա նկատում էր, որ ինչ-որ բան տարօրինակ է, որ մթնոլորտը ծանր է, բայց ամեն ինչ վերագրում էր աշխատանքի սթրեսին, նույն հարկի տակ ապրող ընտանիքի բնական փոքր տարբերություններին։ Այդ ճակատագրական կեսօրից մեկ շաբաթ անց Նարեն ընթրիքի ժամանակ հայտարարեց, որ ծրագրել է ուղղորություն դեպի ընտանեկան գյուղական տուն։ Դա գյուղական սեփականություն էր, որը պատկանում էր Էդուարդի ծնողներին, գտնվում էր Աբովյանից մոտ 2 ժամ հեռավորության վրա, հեռավոր հանգիստ շրջանում։
Վայրը ժառանգություն էր մնացել Էդուարդին տարիներ առաջ, բայց նրանք հազվադեպ էին գնում այնտեղ։ Կարծում եմ, մեզ համար լավ կլինի մի փոքր հանգստանալ, ասաց Նարեն ստիպողաբար ժպտալով։ Պետրոսիկին տանել բնության հետ շփվելու, մաքուր օդ շնչելու։ Եվ դո։ Ուք էլ եք գալիս, տիկին Շուշանիկ։ Դա բոլորիս համար լավ կլինի։ Շուշանիկը զգաց, թե ինչպես սարսուռն անցավ մարմնով։ Նա նայեց Նարեին հարսի աչքերում տեսավ մի բան, որը վախեցրեց նրան։ Այնտեղ կար մի վճռականություն, մի սառնություն, որը նա երբեք առաջ չէր տեսել։ Նա ուզեց հրաժարվել որեպատրվակ հորինել, բայց Էդուարդն արդեն ոգորված էր գաղափարով, խոսում էր այն մասին, թե որքան ժամանակ է ինչ չի գնացել գյուղական տուն, թե որքան լավ կլինի ընտանեկան հանգստյան օրեր անցկացնել։ Հիանալի կլինի, մամ։ Դուք կհավանեք։ Վայրը գեղեցիկ է, շատ հանգիստ։ Բոլորս միասին կգնանք, ասաց Էդուարդը, քնքշորեն բռնելով մոր ձեռքը։ Շուշանիկը այլ ընտրություն չուներ, քան համաձայնել։ Բայց այդ գիշեր, իր փոքր ճամպրուկը հավաքելիս, նա կրծքում մի ծանրություն զգաց, որը չէր կարողանում բացատրել։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Ուղղորությունից 2 օր առաջ Նարեն զանգահարեց գյուղական տան տնտեսվարին, Վարդան Պապիկ անունով մի մարդու, որը տարիներ շարունակ հոգ էր տանում սեփականության մասին։ Շուշանիկն անցնում էր միջանցքով, երբ լսեց խոսակցուդ։ Յան մի մասը։ Վարդան Պապիկ, պետք է որ ինձ համար մի բան պատրաստեք այնտեղ, գյուղական տանը։ Մի քիչ շտապ է, ասում էր Նարեն, ձայնը ցածր հապճեպ։ Պետք է որ հետնամասում լճի մոտ մի խորը փոս փորեք։ Գիտեք, խորը փոս։ Դա լանդշաֆտային նախագծի համար է։ Մի նոր այգի եմ ուզում սարքել։ Շուշանիկը կանգ առավ։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Փոս։ Ինչի։ Համար։ Նա հենվեց պատին, փորձելով ավելին լսել։ Ոչ, ճշգրիտ չափերի մասին անհանգստանալու կարիք չկա։ Պարզապես պետք է բավականաչափ խորը լայն լինի։ Երբ հասնեմ այնտեղ, ավելի լավ կբացատրեմ։ Վարդան Պապիկ, այս մասին ոչ ոքի մի ասեք, լավ։ Սա անակնկալ է, որ ուզում եմ անել Էդուարդի համար։ Երբ Նարեն անջատեց հեռախոսը, Շուշանիկն արդեն իր սենյակում էր, փակված, սիրտը անկանոն բաբախում էր։ Փոս։ Նարեն հրամայում էր փոս փորել ուղղորությունից առաջ։ Ձեր կինը հիմար չէր։ Նա բավականաչափ ապրել էր, ճանաչելու համար, երբ ինչ-որ շատ վատ բան է նախապատրաստվում։ Նույն գիշերը Շուշանիկը հաղորդագրություն ստացավ հեռախոսին։ Անհայտ համարից էր, առանց նույնականացման։ Հաղորդագրությունը կարճ էր, բայց սարսափելի։ Զգույշ եղեք։ Նա գիտի, որ դուք գիտեք։ Գյուղական տուն մի գնացեք։ Շուշանիկը տասնյակ անգամներ կարդաց ու վերընթերցեց այդ հաղորդագրությունը։ Ո՞վ էր ուղարկել։ Ինչպես էր այդ մարդը գիտեր ամեն ինչ։ Նա մտածեց Էդուարդին ցույց տալու, անմիջապես ամեն ինչ պատմելու մասին, բայց վախը կատվածահար արեց նրան։ Իսկ եթե սխալվում էր։ Իսկ եթե խելագարվում էր։ Իսկ եթե ճշմարտությունը պատմելը Պետրոսիկին վտանգի ենթարկեր։ Նա որոշեց, որ կգնա գյուղական տուն։ Չէր կարող լքել թորանը։ Չէր կարող նրան մենակ թողնել Նարեի հետ, ոչ հիմա, երբ գիտեր ամեն ինչ։ Նա պետք է մոտ լիներ, պետք է ինչ-որ կերպ պաշտպաներ նրան։ Ուղղորության առավոտյան Էդուարդը ոգորված վարում էր, մեկնաբանելով գյուղական տան հետ կապված մանկության հիշողությունները։ Նարեն նրա կողքին էր ուղորի նստատեղին, լուռ նայում էր պատուհանից դուրս։ Շուշանիկն ու Պետրոսիկը հետի նստատեղին էին։ Տղան քնած էր տատիկի ուսին, նա քնքշորեն շոյում էր նրա մազերը, փորձելով այդ պահը դաջել հիշողության մեջ։ Երբ հասան գյուղական տուն, Արն արդեն բարձր էր երկնքում։ Սեփականությունը իրոք գեղեցիկ էր, հին, բայց լավ պահպանված տնով, շրջապատված պտղատու ծառերով, հետնամասում լճով։ Վարդան Պապիկը նրանց ընդունեց բարեհամբույր, օգնելով բեռնաթափել ճամպրուկները։ Նարեն տարօրինակ կերպով բարի էր այդ օրը։ Նա սուրճ պատրաստեց բոլորի համար, թխվածքաբլիթներ առաջարկեց, որ Պետրոսիկը գնա խաղալու բակում, մինչ մեծահասակները հանգստանում են։ Շուշանիկն ընդունեց սուրճը, բայց երբ բաժակը մոտեցրեց շուրթերին, տարօրինակ դառը համ զգաց։ Նա ձացրեց, թե խմում է, բայց զգուշորեն լցրեց հեղուկը ծաղկամանի մեջ, երբ ոչ ոք չէր նայում։
Կեսօրին Նարեն մոտեցավ սկեսրոջը մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Տիկին Շուշանիկ, եկեք ինձ հետ։ Ուզում եմ ձեզ ցույց տալ լիճը։ Օրվա այս ժամին այն գեղեցիկ է։ Շուշանիկը նայեց Էդուարդին, որը Պետրոսիկի հետ խաղում էր սիզամարգին։ Նա ուզեց գոռալ, օգնություն կանչել, բայց խոսքերը դուրս չեկան։ Նա պարզապես լուր հետեց հարսին, քայլերը ծանր, սիրտը արագացած։ Նրանք քայլեցին մոտ 10 րոպե, մինչ հասան մի մեկուսի տարածք, գլխավոր տնից հեռու։ Եվ հենց այնտեղ Շուշանիկը տեսավ փոսը։ Մեծ, խորը, նոր փորված։ Եվ հենց այնտեղ, այդ պահին, ամեն ինչ փլուզվեց։ Նարեն շրջվեց դեպի նա, դեմքը այլայլված զայրույթից հուսահատությունից։ Դու լսեցիր, այնպես չէ՞։ Լսեցիր իմ խոսակցությունն այդ օրը։ Ես տեսա քո հայացքում։ Դու ամեն ինչ գիտես։ Շուշանիկը մի քայլ հետ արեց, բայց ոտքերը այնքան էին դողում, որ նա գրեթե ընկավ։ Նարե, խնդրում եմ։ Մենք կարող ենք խոսել։ Կարող ենք սա այլ կերպ լուծել։ Այլ կերպ չկա։ Նարեն գոռաց, արցունքները սկսելով հոսել դեմքով։ Դու պատմելու էիր Էդուարդին։ Կործանելու էիր ամեն ինչ։ Ինձնից խլելու էիր իմ որդուն, իմ տունը, իմ կյանքը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ես թույլ չեմ տա։ Եվ այսպես սկսվեց ամեն ինչ։ Հրումը, անկումը, հողը լցնելը, խեղդված ճիչերը։ 68 տարեկան մի կնոջ բացարձակ հուսահատությունը, որը երբեք չէր պատկերացրել, որ իր կյանքը կավարտվի այդ կերպ, սեփական հարսի ձեռքով, ողջ թաղված հատուկ իր համար փորված փոսում։ Շուշանիկը պայքարում էր իր ունեցած բոլոր ուժերով։ Նա փորձում էր ոտքի կանգնել, կառչում էր փոսի եզրերից, աղաչում էր, լացում էր, օգնություն կանչում։ Բայց Նարեն շարունակում էր հող լցնել, մրմնջալով անկապ նախադասություններ վախի, գաղտնիքների, այն ամենի մասին, ինչը նա կարող էր կորցնել։ Իր մարմնի վրա ընկնող հողի խուլ ձայնը վերջի ձայնն էր։ Կամ գոնե այդպես պետք է լիներ։ Մինչ որ հեռվում, շատ հեռվում, մի այլ աղմուկ կտրեց օդը։ Արագությամբ մոտեցող մեքենայի ձայնը։ Հանգիստ կես։ Օրը կտրող մեքենայի շարժիչի ձայնը ստիպեց Նարեին քարանալ։ Նա բահը օդում պահած էր, պատրաստվելով մեկ շերտ հող լցնել Շուշանիկի մասամբ թաղված մարմնի վրա։ Նրա աչքերը սարսափից լայնացան, մի պահ նա լիովին անշարժացավ, աղե արձանի պես։ Խուճապը պատեց նրա էության յուրաքանչյուր մանրաթելը։ Շուշանիկը, դեռս գիտակից, չնայած իր մարմնի մի մասն արդեն ծածկող հողին, նույնպես լսեց աղմուկը։ Դա միակ բանն էր, որ նրան արթուն էր պահում, հույսի միակ կայծը այն բացարձակ մղձավանջի մեջ, որը նա ապրում էր։ Նա նորից փորձեց գոռալ, բայց բերանի մեջի հողը հյուծվածությունը ցանկացած ձայն անհնարին էին դարձնում։ Նրա ուժերը սպառվում էին։ Նարեն գցեց, բահը վազեց։ Նրա ոտքերը խրվում էին խոնավ հողի մեջ, երբ նա փորձում էր վերադառնալ դեպի տուն, սիրտը այնքան ուժգին էր բաբախում, որ կարծես պայթելու էր կրծքավանդակում։ Նա պետք է մաքրվեր, պետք է պատրվակ հորիներ, պետք է նորմալ թվար։ Բայց ինչպես։ Ինչպես բացատրել հագուստի վրայի հողը, աչքերի մեջի հուսահատությունը, դեմքի յուրաքանչյուր գծի վրա դրոշմված մեղքի զգացումը։ Մեքենան կտրուկ արգելակ։ Եծ գյուղական տան դիմաց, փոշու ամպ բարձրացնելով։ Էդուարդը դուրս թռավ մեքենայից, նախքան այն լիովին կանգներ։ Նրա դեմքը այլայլված էր վախից, աչքերը կարմրած էին մեկից, ով ամբողջ ճանապարհին լացել էր։ Ձեռքերում նա բռնել էր հեռախոսը, որի էկրանին դեռ դադարեցված էր մի տեսանյութ։ Մի տեսանյութ, որը փոխելու էր ամեն ինչ։ Րոպեներ առաջ, երբ դեռ Աբովյանի իր գրասենյակում կարոր հանդիպման մեջ էր, Էդուարդը ծանուցում ստացավ հեռախոսին։ Դա հաղորդագրություն էր մի համարից, որը նա անմիջապես ճանաչեց։ Պետրոսիկի համարն էր։ Բայց տղան երբեք մենակ հաղորդագրություններ չէր ուղարկում։ Նա դեռ չափազանց փոքր էր առանց հսկողության հեռախոս օգտագործելու համար։ Հետաքրքրված թեթակի անհանգստացած, Էդուարդը բացեց հաղորդագրությունը։ Դա տեսանյութ էր։ Կարճ, դողացող, ակնհայտորեն նկարահանված փոքր անփորձ ձեռքերով։ Պատկերը ցույց էր տալիս գյուղական տան բակը, հետո արագ շարժվում էր, ցույց տալով երկնքի խոտի կտորներ, մինչ վերջապես կենտրոնացավ հեռվում գտնվող մի բանի վրա։ Երկու կերպար։
Նրանցից մեկին նա անմիջապես ճանաչեց նույնիսկ հեռվից։ Նար. Էր։ Մյուս կերպարը գետնին էր, այդ տեսարանում ինչ-որ խորապես սխալ բան կար։ Ձայնը գրեթե անլսելի էր, բայց Էդուարդին հաջողվեց լսել Պետրոսիկի շշնջացող ձայնը, որը դողում էր վախից։ Հայրիկ. Վտանգ. Տատիկը վտանգի մեջ է։ Տեսանյութն այնտեղ ավարտվում էր։ Ընդամենը մի քանի վայրկյան, բայց դա բավական էր, որպեսզի Էդուարդի աշխարհը փլուզվեր։ Նա երկու անգամ չմտածեց։ Չեղարկեց հանդիպումը, վերցրեց մեքենայի բանալիները, սլացավ գրասենյակից դուրս, տասնյակ անգամներ զանգահարելով Նարեի բջջայինին, որը չէր պատասխանում։ Զանգեց գյուղական տան քաղաքային հեռախոսին, բայց ոչ ոք չպատասխանեց։ Վարդան պապիկը նույնպես չէր պատասխանում։ Ամեն անցնող րոպեի հետ հուսահատությունն աճում էր։ Ամբողջ ճանապարհին դեպի գյուղական տուն Էդուարդը զգում էր, թե ինչպես են ձեռքերը դողում ղեկին։ Նա չէր կարողանում դադարել մտածել, թե ինչ կարող էր կատարվել։ Մայրը վտանգի մեջ։ Նարեն ներգրավված։ Պետրոսիկը բավականաչափ վախեցած, որ գաղտնի նկարահանի օգնության կանչ ուղարկի։ Այդ ամենը իմաստ չուներ, բայց մինույն ժամանակ աշխարհի բոլոր իմաստներն ուներ։ Վերջին ամիսների բոլոր փոքր տարօրինակությունները սկսեցին իրար միանալ մռայլ գլուխկոտրուկի կտորների պես։ Հիմա, կանգնած գյուղական տան դիմաց, Էդուարդը շուրջն էր նայում, փնտրելով կյանքի որե նշան։ Նա գոռաց մոր անունը, գոռաց կնոջ անունը, գոռաց որդու համար։ Պատասխան ստացած լռությունն ավելի սարսափելի էր, քան ցանկացած պատասխան կարող էր լինել։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Նարեն հայտնվեց տան հետից, գայթակղելով, հագուստը ցեխոտ, դեմքը թղթի պես գունատ։ Նա կանգ առավ, տեսնելով նրան, մի վայրկյան նրանց հայացքները հանդիպեցին։ Էդուարդն այնտեղ տեսավ մի բան, որը երբեք առաջ չէր տեսել այն կնոջ աչքերում, որի հետ ամուսնացած էր 7 տարի։ Մեղքի զգացում։ Վախ։ Բացարձակ հուսահատություն։ Էդուարդ. Ես կարող եմ բացատրել։ Նարեի ձայնը թույլ, կոտրված հնչեց։ Որտեղ է մայրս։ Էդուարդն արագ քայլեց դեպի նա, բռնելով նրա ուսերից։ Որտեղ է նա, Նարե։ Ինչ ես արել։ Նարեն սկսեց լաց լինել, բուռն հեկեկոցներ, որոնք ցնցում էին նրա ողջ մարմինը։ Նա փորձեց խոսել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Էդուարդը բաց թողեց նրան, սկսեց վազել, հետելով խոնավ հողի վրայի հետքերին, որոնք տանում էին դեպի սեփականության հետնամաս։ Նրա սիրտը այնքան ուժգին էր բաբախում, որ նա հազիվ էր կարողանում շնչել։ Նա վազեց այնպես, ինչպես երբեք կյանքում չէր վազել։ Թռավ ցանկապատների վրայով, շրջանցեց ծառերը, հետեց փորված հողի հետքին, մինչ վերջապես հասավ այդ վայրը։ Եվ այն, ինչ տեսավ այնտեղ, ստիպեց նրան ծնկի իջնել։ Փոսը։ Կողքին ընկած բահը։ Եվ ամեն ինչի մեջտեղում, մասամբ հողով ծածկված, իր մայրը։ Շուշանիկը։ Այն կինը, որը զոհաբերել էր ամեն ինչ իր համար, որն աշխատել էր մինչ ձեռքերն արնահոսեին, որպեսզի ինքը կարողանար սովորել, որը հրաժարվել էր սեփական կյանքից, որպեսզի ինքը հնարավորություն ունենար։ Այնտեղ, թաղված կենդանու պես, պայքարում էր շնչելու համար։ Էթուա։ Ռթը հստակ չի հիշում, թե ինչպես իջավ այդ փոսը։ Նա միայն գիտի, որ վայրկյաններ անց փորում էր սեփական ձեռքերով, հանում էր հողը մոր մարմնից, օգնություն կանչում, լացում այնպես, ինչպես երբեք առաջ չէր լացել։ Նրա ձեռքերն արնահոսում էին, եղունգները կոտրվում, բայց նա չէր դադարում։ Չէր կարող դադարել։ Մամ, դիմացիր։ Ես այստեղ եմ։ Դիմացիր, խնդրում եմ։ Շուշանիկը դժվարությամբ բացեց աչքերը։ Նա թույլ էր, շատ թույլ, բայց տեսնելով որդու դեմքը, նա այնպիսի մեծ թեթացում զգաց, որ քիչ մնաց ուշաթափվեր։ Նա եկել էր։ Իր որդին եկել էր փրկելու իրեն։ Նա փորձեց ժպտալ, փորձեց խոսել, բայց այն ամենը, ինչ կարողացավ, թույլ սեղմելն էր նրա ձեռքը։ Էդուարդին հաջողվեց հանել նրան այնտեղից։ Նա գրկեց նրան, անտեսելով ձեռքերի ցավը, անտեսելով ամեն ինչ, բացի մորը անվտանգ վայր տանելու անհրաժեշտությունից։ Նա այնքան քիչ էր կշռում, այնքան փխրուն էր թվում այդ պահին։ Նա տարավ նրան դեպի տուն, արցունքները հոսում էին դեմքով, մարմինը դողում էր ադրենալինից շոկից։ Նարեն այնտեղ էր, որտեղ նա թողել էր նրան, այժմ ծնկի իջած գետնին, անզուս։ Լացում էր։
Տեսնելով Էդուարդին, որը վերադառնում էր Շուշանիկին գրկած, նա գայթակղելով ոտքի կանգնեց։ Էդուարդ, ես կարող եմ բացատրել։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Խնդրում եմ, լսիր ինձ։ Հեռու մնա։ Էդուարդի ձայնը հնչեց մռնչյունի պես։ Նա երբեք կյանքում ոչ մեկի հետ այդպես չէր խոսել։ Մոտ մի արի։ Մորս մոտ մի արի։ Նա մտավ տուն, զգուշորեն դրեց Շուշանիկին բազմոցին վերցրեց հեռախոսը։ Ձեռքերն այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում համար հավաքել։ Նա զանգեց շտապօգնություն, ոստիկանություն, տվեց գյուղական տան հասցեն, բացատրեց իրավիճակն այնքան պարզ, որքան կարող էր, չնայած հուսահատությանը։ Մինչ սպասում էր օգնությանը, Էդուարդը ծնկի իջավ մոր կողքին։ Շուշանիկը գիտակից էր, բայց ակնհայտորեն շոկի մեջ։ Նա բռնեց նրա ձեռքը, շոյեց նրա հողոտ դեմքը, շշնջաց հանգստացնող խոսքեր, որոնց ինքն էլ չգիտեր, հավատում է, թե ոչ։ Ամեն ինչ լավ է հիմա, մամ։ Ամեն ինչ լավ է։ Դուք անվտանգ եք։ Ես թույլ չեմ տա, որ ձեզ հետ որևէ բան պատահի։ Հենց այդ պահին հայտնվեց Պետրոսիկը։ Տղան ամբողջ ընթացքում թաքնված էր տանը, չափած, անց սարսափած դուրս գալու համար։ Տեսնելով տատիկին այդ վիճակում հորը լացելիս, նա նույնպես սկսեց լաց լինել։ Էդուարդը քաշեց նրան մոտ, միաժամանակ գրկելով որդուն մորը, փորձելով պաշտպանել երկուսին էլ սեփական մարմնով։ Դու շատ խիզախ էիր, որդիս։ Շատ խիզախ։ Դու փրկեցիր տատիկին։ Հասկանում ես։ Դու նրան փրկեցիր։ Պետրոսիկը դեմքը թաղեց հոր կրծքին, հեկեկալով։ Այդ ընդամենը 6 տարեկան երեխան ականատես էր եղել բաների, որոնք ոչ մի երեխա չպետք է տեսնի։ Նա տեսել էր մոր տատիկի միջ աճող լարվածությունը, զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ, նույնիսկ այդքան վախի մեջ, գտել էր քաջություն վերցնել հեռախոսը նկարահանել, օգնության կանչ ուղարկել հորը։ Նա փրկել էր Շուշանիկի կյանքը։ Նարեն շարունակում էր դրսում նստած մնալ գետնին, գրկած սեփական ծնկները։ Նա այլևս չէր լացում։ Շոկի մեջ էր, նայում էր դեպի ոչ մի տեղ, մրմնջում անհասկանալի բաներ։ Նրա մի մասը դեռ չէր հավատում, թե ինչ էր արել։ Մյուս մասը հստակ գիտեր, սարսափած էր հետանքներից։ Երբ շտապօգնությունը վերջապես ժամանեց, հետից ոստիկանական մեքենան, գյուղական տուն վերածվեց քաոսային տեսարանի։ Բուժաշխատողները վազեցին Շուշանիկին օգնելու, արագ հարցեր տալով Էդուարդին, թե ինչ է պատահել։ Ոստիկանները մտան սեփականություն, գնահատեցին տեսարանը, արագ հասկացան իրավիճակի լրջությունը։ Ոստիկաններից մեկը, միջին տարիքի, խիստ արտահայտությամբ մի մարդ, մոտեցավ Նարեին։ Նա չդիմադրեց, երբ նա օգնեց նրան ոտքի կանգնել, երբ նա բացատրեց նրա իրավունքները։ Նա պարզապես վերջին անգամ նայեց Էդուարդին, որը նրան նայում էր ատելության, ցավի անհավատության խառնուրդով, որը նա երբեք չէր մոռանա։ Ինչու Նարե։ Ինչու։ Էդուարդի ձայնը կոտրված, հյուծված հնչեց։ Ինչպես կարողացար դա անել մորս հետ։ Ինչպես։ Նարեն բացեց բերանը, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Ինչպես կարող էր բացատրել։ Ինչպես կարող էր որևէ մեկին հասկացնել այն վախը, որ զգացել էր, երբ հասկացել էր, որ Իստերի ամրոցը փլուզվելու շեմին է։ Ինչպես բացատրել, որ հասել էր մի կետի, որտեղ սկեսրոճը վերացնելը թվացել էր միակ լուծումը։ Նրան տարան ոստիկանական մեքենան։ Մինչ նրան նստեցնում էին հետի նստատեղին, նա պատուհանից նայեց, տեսավ Էդո վարդին, որը գրկել էր Պետրոսիկին, դիտելով, թե ինչպես են բուժաշխատողները տանում Շուշանիկին շտապօգնության մեքենա։ Այդ պատկերը ընդմիշտ կդաջվեր նրա հիշողության մեջ։ Այն ամենի պատկերը, ինչը նա կորցրել էր։ Այն ընտանիքի պատկերը, որը նա կործանել էր սեփական ձեռքերով։ Շտապօգնության մեքենայում, դեպի հիվանդանոց ճանապարհին, Շուշանիկը գիտակցության էր գալիս ու կորցնում այն։ Բուժաշխատողներն արագ աշխատում էին, ստուգելով նրա կենսական նշանները, մաքրելով հողը, որը դեռ նրա շնչուղիներում էր, թթվածին տալով։ Էդուարդը կողքի նստատեղին էր, բռնած մոր ձեռքը, հրաժարվելով բաց թողնել այն նույնիսկ մի վայրկյան։ Ինձ հետ մնա, մամ։ Ինձ հետ մնա։ Արդեն գրեթե հիվանդանոցում ենք։ Դիմացիր միայն մի փոքր էլ։ Աբովյանի մարզային հիվանդանոցում Շուշանիկին անմիջապես տարան շտապօգնության բաժանմունք։ Էդուարդը ստիպված էր մնալ սպասասրահում, առաջին անգամ, երբ ամեն ինչ սկսվել էր, նա մենակ մնաց իր մտքերի հետ։
Եվ դա սարսափելի էր։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչ էր պատահել։ Փորձում էր ընկալել, թե ինչպես էր իր կինը, այն կինը, որի հետ ամեն գիշեր կիսում էր անկողինը, իր որդու մայրը, փորձել սպանել սեփական մորը։ Ոչինչ իմաստ չուներ։ Բացարձակապես ոչինչ։ Պետրոսիկը նստած էր նրա կողքին, չափազանց լուռ երեխայի համար։ Տղան բռնել էր մի խաղալիք, որը մի բարի բուժքույր էր տվել նրան, բայց չէր խաղում դրանով։ Պարզապես նայում էր միջանցքին, որտեղով տատիկը անհետացել էր, սպասելով, ինչպես հայրը, նորությունների։ 3 ժամ սպասեցին։ 3 ժամ, որոնք թվացին 3 տարի։ Էդուարդը քայլում էր սպասասրահի մի ծայրից մյուսը, խմեց 5 բաժակ ջուր, որոնք չհագեցրին ծարավը, պատասխանեց տասնյակ զանգերի ընկերներից աշխատակիցներից, որոնք անհանգստացած էին նրա հանկարծակի բացակայությամբ։ Նա չգիտեր, թե ինչ ասել որևէ մեկին։ Ինչպես բացատրել անբացատրելին։ Վերջապես, մի բժիշկ մոտեցավ։ Նա երիտասարդ տղամարդ էր, հոգնած, բայց բարի հայացքով։ Պարոն Էդուարդ, ձեր մոր վիճակը կայուն է։ Նա ունեցել է խիստ խուճապի նոպա, ջրազրկում, որոշ թեթ վնասվածքներ, գտնվում է ուժեղ հուզական շոկի մեջ։ Բայց ֆիզիկապես նա կապաքինվի։ Շատ քիչ էր մնացել։ Եթե դուք մի քանի րոպե ավելի ուշանայիք։ Բժիշկը կարիք չուներ ավարտելու նախադասությունը։ Էդուարդը հիանալի հասկացավ։ Նա դեմքը ծածկեց ձեռքերով, վերջապես թույլ տվեց, որ լացը լիովին դուրս գա։ Դրանք թեթացման, ցավի, զայրույթի, երախտագիտության արդյունքներ էին։ Հույզերի փոթորիկ, որը նա այլս չէր կարողանում կառավարել։ Կարող եմ տեսնել նրան։ Այո, բայց նա հանգստացուցիչների տակ է։ Մի քանի ժամ կքնի։ Այս պահին դա նրա համար ավելի լավ է։ Եթե ցանկանում եք, կարող եք մնալ հիվանդասենյակում։ Էդուարդը վերցրեց Պետրոսիկի ձեռքը, հետեց բժշկին հիվանդանոցի սպիտակ միջանցքներով, մինչ հասան մի առանձին հիվանդասենյակ։ Այնտեղ էր նա։ Շուշանիկը։ Իր մայրը։ Պառկած հիվանդանոցային մահճակալին, միացված մոնիտորներին, դեմքը դեռ հողոտ, չնայած արագ մաքրմանը, բայց կենդանի։ Կենդանի։ Նա աթոռ քաշեց մահճակալի մոտ, Պետրոսիկին նստեցրեց գրկին, մնաց այնտեղ, դիտելով, թե ինչպես է նրա կուրծքը բարձրանում իջնում կայուն ռիթմով։ Դա ամենագեղեցիկ ձայնն էր, որ նա երբեք լսել էր։ Շարունակվող կյանքի ձայնը։ Երկրորդ հնարավորության ձայնը։ Մինչ Շուշանիկը քնած էր հանգստացուցիչների ազդե։ Ցության տակ հիվանդանոցում, քաղաքի մյուս կողմում, ոստիկանական բաժանմունքում, Նարեին հարցաքննում էին։ Նա այլս չէր լացում։ Հուզականորեն անզգայացած էր, ավտոմատ կերպով պատասխանում էր հարցերին, կարծես խոսում էր ուրիշի կյանքի մասին։ Ինչու՞։ Եք փորձել դա անել ձեր սկեսրոջ հետ։ Գործը վարող քննիչը փորձառու մարդ էր, որը կյանքում շատ բան էր տեսել, բայց նույնիսկ նա ցնցված էր այս պատմությունից։ Նարեն երկար լուռ մնաց։ Հետո, դանդաղ, սկսեց խոսել։ Եվ երբ սկսեց, այլս չկարողացավ կանգ առնել։ Նա պատմեց ամեն ինչ։ Տարիների ընթացքում կառուցած ստի յուրաքանչյուր մանրամասն։ Թե ինչպես էր ծածրել հղիություն Էդուարդին պահելու համար։ Թե ինչպես էր ոչ պաշտոնական որդեգրում կատարել կասկածելի միջնորդների միջոցով, զգալի գումար վճարելով երեխա ստանալու համար, առանց հարցեր տալու։ Թե ինչպես էր կեղծել բժշկական քննությունների արդյունքները, կեղծ որովայններ օգտագործել, խաբել ամուսնուն առաջին իսկ օրվանից։ Ես հուսահատված էի, ասում էր նա, ձայնը միապաղաղ։ Էդուարդը լքելու էր ինձ։ Նա կասկածում էր, կարծում էր, որ ես նրա հետ միայն փողի համար եմ։ Եվ դա ճիշտ էր։ Սկզբում այդպես էր։ Բայց հետո ես սովորեցի այդ կյանքին, այդ շքեղությանը, այդ անվտանգությանը։ Ես չէի կարող ամեն ինչ կորցնել։ Այդ պատճառով հորինեցի հղիությունը։ Սիլիկոն օգտագործեցի, լայն հագուստներ, ստեցի խորհրդատվությունների մասին։ Եվ երբ ժամանակը եկավ, ասացի, որ բարդություններ են եղել, երեխան վաղաժամ է ծնվել։ Պետրոսիկին տուն բերեցի, համոզեցի Էդուարդին, որ նա մեր կենսաբանական որդին է։ Քննիչը գրի էր առնում ամեն ինչ, դեմքին դրոշմված անհավատություն։ Իսկ ինչու՞։ Փորձել սպանել ձեր սկեսրոջը։ Նա գիտեր ճշմարտությունը։ Նա լսեց իմ հեռախոսազրույցը։
Ես խոսում էի այն մարդու հետ, ով օգնել էր ինձ որդեգրման հարցում, լուծում էի վերջին մանրամասները երաշխավորելու համար, որ ոչ ոք երբեք չիմանա։ Եվ տիկին Շուշանիկը չափազանց մոտ էր։ Նա լսեց ամեն ինչ։ Նարեն դադար տվեց, ձեռքերը դողում էին։ Ես տեսա նրա հայացքում։ Նա գիտեր։ Եվ ես գիտեի, որ նա պատմելու է Էդուարդին։ Նա չափազանց շատ էր սիրում որդուն, նրան ստի մեջ թողնելու համար։ Այդ պատճառով ես։ Այդ պատճառով դուք ամեն ինչ ծրագրեցիք։ Ուղղորությունը, նախապես փորված փոսը, հանգստացուցիչներով սուրճը։ Ես չէի ուզում դա անել։ Առաջին անգամ Նարեի ձայնը նորից կոտրվեց։ Ես չէի ուզում։ Բայց ես հուսահատված էի։ Ես այնքան էի վախենում ամեն ինչ կորցնելուց։ Տունը, հարմարավետ կյանքը, Պետրոսիկին։ Ես սիրում եմ այդ տղային։ Նույնիսկ եթե նա իմ կենսաբանական որդին չէ, ես սիրում եմ։ Եվ ես չէի կարող թույլ տալ, որ նրան ինձնից խլեն։ Բայց դուք պատրաստ էիք նրան թողնել առանց տատիկի, որին նա այնքան սիրում էր։ Նարեն չպատասխանեց։ Դրան հնարավոր պատասխան չկար։ Գիշերն իջավ Աբովյանի վրա։ Հիվանդանոցում Էդուարդը շարունակում էր մնալ մոր մահճակալի կողքին։ Պետրոսիկը քնել էր նրա գրկում, հյուծված այդքան վախից հույզերից։ Մի բուժքույր ծածկոց բերեց, զգուշորեն ծածկեց երկուսին էլ, դեմքին տխուր ժպիտ։ Նա չգիտեր կատարվածի մանրամասները, բայց գիտեր, որ այդ ընտանիքը սարսափելի բանի միջով է անցել։ Գիշերվա ժամը 10-ի սահմաններում Շուշանիկը սկսեց արթնանալ։ Սկզբում դրանք ընդամենը թեթ շարժումներ էին, հետո աչքերը դանդաղ բացվեցին։ Նա շփոթված էր, կողմնորոշումը կորցրած, մի քանի վայրկյան պահանջվեց հիշելու համար, թե որտեղ է ինչու։ Երբ հիշողությունները վերադարձան, նրա ողջ մարմինը լարվեց, նա փորձեց արագ ոտքի կանգնել։ Մամ, հանգիստ։ Ամեն ինչ լավ է։ Դուք հիվանդանոցում եք։ Անվտանգ եք։ Էդուարդն արագ ոտքի կանգնեց։ Դեռ բռնած քնած Պետրոսիկին։ Ամեն ինչ լավ է հիմա։ Շուշանիկը նայեց որդուն։ Իսկապես նայեց։ Տեսավ խորս շրջանակները աչքերի տակ, տեսավ ցավը նրա աչքերում, տեսավ, թե ինչպես էր նա տարիքով մեծացել ընդամենը մի քանի ժամում։ Եվ հետո նա տեսավ Պետրոսիկին, որը հանգիստ քնած էր հոր գրկում, արցունքները սկսեցին հոսել։ Նա ինձ փրկեց։ Նրա ձայնը խռպոտ, ցավոտ հնչեց։ Այո։ Մեր խիզախ տղան նկարահանել է, թե ինչ էր կատարվում, ուղարկել ինձ։ Եթե նա չլիներ։ Էդուարդը չկարողացավ ավարտել նախադասությունը։ Չէր կարողանում նույնիսկ մտածել, թե ինչ կպատահեր։ Շուշանիկը մեկնեց դողացող ձեռքը շոյեց քնած թոռան դեմքը։ Այդ փոքրիկ, զգայուն, լուր տղան ավելի խիզախ էր եղել, քան շատ մեծահասակներ կլինեին։ Նա փրկել էր իր կյանքը։ Էդուարդ, ասաց Շուշանիկը երկար լռությունից հետո։ Մի բան կա, որ դու պետք է իմանաս։ Պետրոսիկի մասին։ Նարեի մասին։ Էդուարդը գլուխը թափահարեց։ Ես արդեն գիտեմ, մամ։ Նա ամեն ինչ խոստովանել է ոստիկանությունում։ Ոստիկանները քիչ առաջ զանգեցին ինձ։ Ես գիտեմ, որ Պետրոսիկը իմ կենսաբանական որդին չէ։ Շուշանիկը բռնեց որդու ձեռքը, սպասելով տեսնել զայրույթ կամ ցավ, բայց այն, ինչ տեսավ, զարմացրեց նրան։ Էդուարդը նայում էր Պետրոսիկին նույն սիրով, ինչ միշտ։ Գուցե նույնիսկ ավելի շատ։ Դա ոչինչ չի փոխում, ասաց Էդուարդը, ձայնը հաստատուն, չնայած արցունքներին։ Նա իմ որդին է։ Նա միշտ կլինի իմ որդին։ Կենսաբանությունը ընտանիք չի ստեղծում։ Սերն է ստեղծում։ Եվ ես այս տղային սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ։ Շուշանիկը ժպտաց արցունքների միջից։ Իր որ Դին դարձել էր ավելի լավ մարդ, քան նա երբեք կարող էր պատկերացնել։ Նույնիսկ այդքան ցավի մեջ նա ընտրեց սերը։ Ընտրեց պաշտպանել այն անմեղ երեխային, որը ոչ միստի մեջ մեղավոր չէր։ Նրանք մնացին այնտեղ, երեքով, լուռ։ Մի ընտանիք, որը գրեթե կործանվել էր, բայց որն այժմ վերակառուցվում էր այլ կերպ։ Ավելի ուժեղ։ Ավելի ճշմարիտ։ Դրսում քաղաքը շարունակում էր իր առօրյան։
Բայց այդ հիվանդանոցային սենյակի ներսում մոնիտորների ախտահանիչի հոտի մեջ մի կարևոր բան էր տեղի ունենում։ Մի ընտանիք ընտրում էր շարունակել։ Ընտրում էր ներել անմեղին, պաշտպանել փխրունին առաջ շարժվել, անկախ նրանից, թե որքան դժվար կլիներ ճանապարհը։ Հաջորդ առավոտյան արի առաջին ճառագայթները ներս ընկան հիվանդանոցի սենյակի պատուհանից, փափկորեն լուսավորելով Շուշանիկի դեմքը։ Նա գիշերը քիչ էր քնել, մի քանի անգամ արթնացել էր վախեցած, մղձավանջներում վերապրելով հողի տակ անցկացրած այդ սարսափելի պահերը։ Ամեն անգամ արթնանալիս նա գտնում էր Էդուարդին այնտեղ, նստած մահճակալի կողքի աթոռին, զգոն, կարծես վախենում էր, որ մայրը կարող է անհետանալ, եթե ինքը փակի աչքերը։ Պետրոսիկին գիշերվա ընթացքում ընտանիքի բարեկամուհիներից մեկը տուն էր տարել։ Տղան պետք է հանգստանար իր սեփական մահճակալում, հեռու այդ հիվանդանոցային միջավայրից, որը միայն ավելի շատ անհանգստություն էր բերում։ Էդուարդը դժկամությամբ էր թույլ տվել նրան գնալ, բայց գիտեր, որ դա լավագույնն է որդու համար։ Մեկնելուց առաջ Պետրոսիկը երկար համբուրել էր տատիկի ճակատը, շշնջացել, որ սիրում է նրան։ Այդ պարզ խոսքերը լավագույն դեղամիջոցն էին, որ Շուշանիկը կարող էր ստանալ։ Մի բուժքույր մտավ սենյակ, բերելով նախաճաշը։ Նա տարեց կին էր, բարի ժպիտով աչքերով, որոնք վկայում էին, որ կյանքում շատ բան է տեսել։ Բարի լույս, տիկին Շուշանիկ։ Այսօր ինչպե՞ս եք ձեզ զգում։ Շուշանիկը փորձեց ժպտալ, բայց շուրթերը դողացին։ Ավելի լավ։ Կարծում եմ, ավելի լավ։ Բուժքույրը օգնեց նրան նստել մահճակալում, ուղղելով բարձերը մեջքի հետում։ Էդուարդը ոտքի կանգնեց, մոտեցավ, բռնելով մոր ձեռքը։ Բժիշկը քիչ հետո կգա ձեզ զննելու։ Եթե ամեն ինչ լավ լինի, գուցե այսօր դուրս գրվեք, բացատրեց բուժքույրը, դասավորելով նախաճաշի սկո։ Ըտեղը։ Շուշանիկը նայեց որդուն, տեսավ անհանգստությունը դրոշմված նրա դեմքին։ Նա կարծես 10 տարով մեծացել էր մեկ գիշերվա մեջ։ Աչքերը կարմիր ուրած էին, չսափրված մորուքը նրան անխնամ տեսք էր տալիս, որը չէր համապատասխանում այն միշտ խնամված Էդուարդին, որին նա ճանաչում էր։ Որդիս, դու պետք է տուն գնաս մի փոքր հանգստանաս։ Լոգանք ընդունիր, նորմալ բան կեր։ Ես այստեղից չեմ գնա, մամ։ Մինչ դու ինձ հետ դուրս չգաս։ Շուշանիկը սեղմեց նրա ձեռքը։ Նա ճանաչում էր այդ վճռականությունը։ Դա նույնն էր, ինչ նա ցուցաբերում էր մանուկ հասակում, երբ որոշում էր, որ սովորելու է անկախ հոգնածությունից, երբ որոշում էր, որ հաջողության է հասնելու կյանքում, անկախ խոչընդոտներից։ Իր որդին ժառանգել էր իր համառությունը, այս պահին նա երախտապարտ էր դրա համար։ Բժիշկը ժամանեց ժամը 9-ից քիչ առաջ։ Նա մի շարք զննումներ կատարեց, ստուգեց կենսական նշանները, հարցեր տվեց, թե ինչպես է Շուշանիկն իրեն զգում։ Նա գոհ էր թվում ֆիզիկական վերականգնումից, բայց նրա արտահայտությունն ավելի լրջացավ, երբ անդրադարձավ նրա հուզական վիճակին։ Դեի։ Կին Շուշանիկ, ֆիզիկապես դուք լավ եք վերականգնվում։ Բայց կատարվածի պատճառով ես խստորեն խորհուրդ եմ տալիս, որ հոգեբանական խորհրդատվության դիմեք։ Այն, ինչ դուք ապրել եք, չափազանց տրավմատիկ էր։ Դա մի բան չէ, որը հաղթահարվում է մեկ օրում։ Շուշանիկը գլխով արեց։ Նա գիտեր, որ բժիշկը ճիշտ է։ Նույնիսկ այնտեղ, այդ հիվանդանոցային սենյակի անվտանգության մեջ, որդու կողքին, նա դեռ զգում էր հողի ծանրությունը իր մարմնի վրա, դեռ լսում էր Նարեի գոռացող ձայնը, դեռ զգում էր այն պահերի բացարձակ հուսահատությունը, երբ կարծում էր, թե կորցնելու է կյանքը։ Ես ամեն ինչի մասին հոգ կտանեմ, բժիշկ, միջամտեց Էդուարդը։ Մայրս կունենա իրեն անհրաժեշտ ողջ աջակցությունը։ Բժիշկը ստորագրեց դուրսգրման փաստաթղթերը, որոշ խորհուրդներով, դեղատոմսերով։ Մեկ ժամ անց Շուշանիկը հիվանդանոցից դուրս էր գալիս, հենված որդու թին։ Դրսում արդեն մի քանի լրագրողներ էին հավաքվել։ Կատարվածի մասին լուրը գիշերվա ընթացքում տարածվել էր, այժմ տեղական մամուլը մանրամասներ էր ուզում։ Հայտնի գործարարի ընտանիքի հետ կապված սպանության փորձը դարձել է քաղաքի ամենակննարկվող թեման։ Էդուարդը փորձեց պաշտպանել մորը տեսախցիկներից խոսափողներից, որոնք ձգվում էին դեպի նրանց, բայց անհնար էր լիովին խուսափել։ Հարցերը գալիս էին բոլոր կողմերից։ Տիկին Շուշանիկ, ինչպե՞ս եք ձեզ զգում։ Ճիշտ է, որ ձեր հարսը փորձել է ձեզ ողջ թաղել։ Պարոն Էդուարդ, դուք շարունակելու եք ամուսնացած մնալ Նարեի հետ։ Դուք դատի տալու եք ձեր հարսին։ Էդուարդն անտեսեց բոլոր հարցերը, օգնեց մորը նստել մեքենան։
Հենց որ փակեց դուռը, նա խորը շունչ քաշեց, փորձելով զսպել այն զայրույթը, որ զգում էր անձնական կյանքի ներխուժման համար։ Բայց գիտեր, որ սա միայն սկիզբն է։ Պատմությունը չափազանց սենսացիոն էր մամուլի կողմից անտեսվելու համար։ Տունդարձի ճանապարհին Շուշանիկը լուռ նայում էր պատուհանից դուրս։ Քաղաքը նույնն էր թվում, ինչ միշտ մարդիկ շարունակում էին իրենց բնականոն կյանքը, բայց նրա համար ամեն ինչ փոխվել էր։ Աշխարհն այժմ այլ էր թվում։ Ավելի փխրուն, ավելի վտանգավոր։ Կարծես ցանկացած պահի գետինը կարող էր նորից բացվել իր ոտքերի տակ։ Մամ, ես մտածում էի, Էդուարդը խախտ է։ Լռությունը։ Գուցե ավելի լավ է, որ դուք մի որոշ ժամանակ մնաք գլխավոր տանը։ Կամ կարող ենք առանձին բնակարան վարձել, որտեղ դուք ավելի շատ անձնական տարածք հանգստություն կունենաք։ Շուշանիկը գլուխը թափահարեց։ Ես չեմ ուզում փախչել, Էդուարդ։ Այդ տունը նա իմ տունն է։ Եվ ամենակարևորը, ես չեմ հեռանա Պետրոսիկից։ Նա հիմա իմ կարիքն ունի ավելի քան երբե։ Էդուարդը տխուր ժպտաց։ Իր մայրը միշտ այդպիսին էր։ Ուժեղ, նույնիսկ երբ կոտրված էր թվում։ Ավելի շատ անհանգստանում էր ուրիշների համար, քան իր։ Երբ հասան տուն, Պետրոսիկը սպասում էր դռան մոտ։ Հենց որ տեսավ տատիկին, նա վազեց նետվեց նրա գիրկը, լաց լինելով։ Շուշանիկը գրկեց նրան իր ունեցած ողջ ուժով, զգալով, որ արցունքները վերադառնում են իր աչքերին։ Այդ տղան։ Այդ խիզախ զգայուն տղան, որը փրկել էր իր կյանքը։ Տատիկ, ես այնքան էի վախեցել։ Այնքան էի վախեցել, որ դու չես վերադառնա, հեկեկում էր Պետրոսիկը նրա կրծքին։ Ամեն ինչ լավ է, իմ սեր։ Ամեն ինչ լավ է հիմա։ Տատիկն այստեղ է։ Կենդանի է այստեղ է քեզ հետ։ Նրանք երկար րոպեներ գրկախառնված մնացին այ։ Նտեղ, տան մուտքի մոտ, Էդուարդը դիտում էր տեսարանը սիրտը սեղմված։ Այդ կապը իր մոր-որդու միջ յուրահատուկ բան էր, մի բան, որը ոչ ոք, նույնիսկ Նարեի ստերն ու դավաճանությունը, չէին կարող ոչնչացնել։ Հաջորդող օրերին պատմությունը ստացավ այնպիսի չափեր, որոնք նրանցից ոչ ոք չէր պատկերացրել։ Թերթեր, լրատվական կայքեր, հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր, բոլորը խոսում էին գործի մասին։ Նարեն դարձել էր քաղաքի ամենաատելի չարագործը։ Նրա լուսանկարը ամենուր էր, ուղեկցվում էր սենսացիոն վերնագրերով կնոջ մասին, որը փորձել էր ողջ թաղել սկեսրոջը։ Ընտանիքի փաստաբանը Էդուարդին տեղեկացրեց, որ Նարեն գտնվում է նախնական կալանքի տակ, հավանաբար կմնա կալանավորված մինչ դատավարությունը։ Մեղադրանքները լուրջ էին, սպանության փորձ, խարդախություն։ Նա կարող էր երկար տարիների ազատազրկման դատապարտվել։ Բացի այդ, զուգահեռ հետաքննություններ էին անցկացվում Պետրոսիկի ապօրինի որդեգրման վերաբերյալ։ Էդուարդը ստիպված եղավ ընտանեկան իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբանների թիմ վարձել Պետրոսիկի իրավիճակը կարգավորելու համար։ Նա ուզում էր երաշխավորել, որ անկախ տղայի ծագման վերաբերյալ ցանկացած բացահայտումից նրա խնամակալությունը կասկածի տակ չի դրվի։ Պետրոսիկը իր որդին էր, նա սարեր կշարժեր երաշխավորելու համար, որ դա օրինականորեն ճանաչվի։ Էդուարդի ընկերությունը նույնպես տուժեց։ Որոշ հաճախորդներ զգուշավոր դարձան, ներդրողները հարցականի տակ դրեցին, թե արդյոք նա կկարողանա կենտրոնանալ բիզնեսի վրա, նման անձնական ցնցումների պայմաններում։ Բայց Էդուարդը կրկնակի աշխատեց, ապացուցելու համար, որ կարողանում է տարանջատել բաները։ Նրա ամենամոտ աշխատակիցները մոբիլիզացվեցին նրան աջակցելու համար, ստանձնելով բեռի մի մասը, որպեսզի նա կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Շուշանիկը իր հերթին սկսեց թերապիայի սեանսները, ինչպես խորհուրդ էր տվել բժիշկը։ Շաբաթը 2 անգամ նա նստում էր հոգեբան բժշկուհի Հելենի գրասենյակում, փորձում էր ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Դա հեշտ չէր։ Օրեր կային, երբ նա հազիվ էր կարողանում խոսել, պարզապես լաց էր լինում ամբողջ սեանսի ընթացքում։ Այլ օրեր, զայրույթը տիրում էր նրան։ Նա գոռում էր այդ ամենի անարդարության, այն մասին, թե ինչպես էին իրեն դավաճանել ամենավատ ձով։ Բնական է զայրույթ զգալը, տիկին Շուշանիկ, համբերատար ասում էր բժշկուհի Հելենը։ Դուք սարսափելի բանի զոհ եք դարձել։ Թույլ տալ ինքներդ ձեզ զգալ այդ հույզերը բուժման գործընթացի մի մասն է։ Բայց այն, ինչ ամենաշատն էր ցավեցնում Շուշանիկին, այն չէր, ինչ Նարեն փորձել էր անել իր հետ։ Դա Պետրոսիկի մասին մտածելն էր։
Այդ տղան ականատես էր եղել բաների, որոնք ոչ մի երեխա չպետք է տեսնի։ Նրան դրել էին անհնարին իրավիճակի մեջ, ստիպել էին ընտրություն կատարել մոր տատիկի միջ, ստիպել էին քայլ անել, որը փրկեց մի կյանք, բայց կործանեց մյուսը։ Պետրոսիկը նույնպես թերապիայի էր գնում։ Տրավմայի ոլորտում մասնագիտացած մանկական հոգեբանն աշխատում էր նրա հետ, փորձելով օգնել նրան առողջ կերպով ընկալել ամեն ինչ։ Տղան հաճախակի մղձավանջներ էր տեսնում, գիշերվա կեսին լացելով արթնանում էր, տատիկին կանչելով։ Էդուարդն այժմ նրա հետ էր քնում սենյակում, լույսը վառ թողնելով դուռը բաց, փորձելով ապահովել այն անվտանգությունը, որի կարի քն այդքան ուներ որդին։ Իրադարձություններից մեկ ամիս անց Նարեի փաստաբանը հանդիպում խնդրեց Էդուարդից։ Նա ուզում էր բանակցել։ Նարեն պատրաստ էր պաշտոնապես խոստովանել ամեն ինչ, լիովին համագործակցել արդարադատության հետ, կրճատված պատժի դիմաց։ Նա ուզում էր հրաժարվել Պետրոսիկի նկատմամբ ցանկացած իրավունքից, ստորագրելով փաստաթղթեր, որոնք երաշխավորում էին լիակատար անվերադարձ խնամակալությունը Էդուարդին։ Էդուարդը լուր լսեց առաջարկը, դեմքը զսպվածության դիմակ։ Նրա մի մասը ուզում էր մերժել, ուզում էր, որ Նարեն առավելագույն գինը վճարի այն ամենի համար, ինչ արել էր։ Բայց մյուս մասը, ռացիոնալ մասը, գիտեր, որ լիակատար խոստովանությունը կօգնի ավելի արագ փակել գործը, խուսափելով երկար ցավոտ դատավարությունից, որը միայն ավելի շատ տառապանք կպատճառեր բոլորին, հատկապես Պետրոսիկին։ Ես պետք է խոսեմ մորս հետ, նախքան որևէ որոշում կայացնելը, վերջապես ասաց նա։ Այդ գիշեր Էդուարդը նստեց Շուշանիկի հետ տան պատշգամբում։ Երկինքը աստղազարդ էր, գիշերվա մեղմ զեփյուրը հաճելի զովություն էր բերում։ Նա պատմեց փաստաբանիա ռաչարկի մասին, սպասելով մոր արձագանքին։ Շուշանիկը երկար լուր մնաց, նայելով աստղերին։ Երբ վերջապես խոսեց, ձայնը հանգիստ էր, բայց հաստատուն։ Էդուարդ, ես վրեժ չեմ ուզում։ Ես երբեք չեմ ուզել։ Այն, ինչ ես ուզում եմ, խաղաղություն է։ Ուզում եմ, որ Պետրոսիկը կարողանա մեծանալ, չկրելով այդ բեռը։ Ուզում եմ, որ դու կարողանաս առաջ շարժվել քո կյանքով։ Եթե այս առաջարկն ընդունելը կօգնի դրան, ապա ընդունիր։ Բայց մամ, այն ամենից հետո, ինչ նա արեց ձեզ հետ։ Այն ամենից հետո, ինչ նա արեց, ես դեռ կենդանի եմ։ Քո Պետրոսիկի շնորհիվ ես դեռ այստեղ եմ։ Եվ դա է, որ կարոր է։ Մնացածը պարզապես աղմուկ է։ Շուշանիկը բռնեց որդու ձեռքը։ Լավագույն վրեժը, որ մենք կարող ենք լուծել Նարեից, երջանիկ լինելն է։ Շարունակել ընտանիք լինելն է։ Թույլ չտալն է, որ նրա չարությունը կործանի մեր միջ գոյություն ունեցող սերը։ Էդուարդը զգաց, որ արցունքները լցվում են աչքերը։ Իր մայրը, նույնիսկ գրեթե կյանքը կորցնելուց հետո, դեռ ուժ էր գտնում ներելու, մտածելու ուրիշների բարօրության մասին, սեփականից առաջ։ Նա չգիտեր, թե արդյոք երբեք կկարողանա ունենալ նրա նման մեծ սիրտ։ Առաջարկն ընդունվեց։ Նարեն պաշտոնապես խոստովանեց բոլոր հանցանքները, լիովին համագործակցեց հետաքննության հետ, ստորագրեց բոլոր փաստաթղթերը, հրաժարվելով Պետրոսիկի նկատմամբ ցանկացած իրավունքից։ Դրա դիմաց նրա պատիժը 25 տարուց կրճատվեց մինչ 15 տարվա ազատազրկման։ Նա պատիժը կկրեր փակ ռեժիմում առաջին տարիներին, կիսաբաց ռեժիմի անցնելու հնարավորությամբ, կախված իր վարքից։ Այն օրը, երբ վերջնական փաստաթղթերը ստորագրվեցին, Էդուարդը Պետրոսիկին լուրջ զրույցի տարավ։ Նրանք նստեցին տղայի սենյակում, Էդուարդը զգուշորեն ընտրեց իր խոսքերը։ Պետրոսիկ, դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում, այնպես չէ՞։ Տղան գլխով արեց, մեծ աչքերը հառած հորը։ Եվ դու գիտես, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ոչինչ դա չի փոխի։ Դու իմ որդին ես։ Դու միշտ կլինես իմ որդին։ Գիտեմ, հայրիկ։ Էդուարդը խորը շունչ քաշեց։ Մայրիկը շատ սխալ բաներ է արել։ Բաներ, որոնք շատ մարդկանց են ցավեցրել, հատկապես տատիկին։ Դրա պատճառով նա ստիպված կլինի երկար ժամանակ հեռու մնալ։ Եվ նույնիսկ երբ նա դուրս գա, բաները չեն լինի այնպես, ինչպես առաջ էին։ Պետրոսիկը գլուխը խոնարհեց։ Դա իմ մեղքով է։ Որովհետև ես քեզ պատմեցի, թե ինչ էր կատարվում։ Ոչ։ Էդուարդը քաշեց որդուն ամուր գրկի մեջ։ Ոչ, ոչ, ոչ։ Այս ամենում քո մեղքը չկա։ Լսում ես։ Ոչ մի բանում։ Դու խիզախ էիր։ Դու փրկեցիր տատիկին։
Դու ճիշտ բան արեցիր, ես շատ հպարտ եմ քեզնով։ Բայց ես երբեմն կարոտում եմ մայրիկին, ցածր ձայնով խոստովանեց Պետրոսիկը, լաց լինելով։ Ես գիտեմ, որ նա վատ բաներ է արել, բայց նա դեռ իմ մայրն է։ Սխալ է նրան կարոտելը։ Էդուարդը զգաց, որ սիրտը կոտրվում է։ Իր որդին գործ ունի այնքան բարդ, այնքան մեծահասակների հույզերի հետ իր տարիքի համար։ Նա բռնեց տղայի դեմքը ձեռքերի մեջ, խորը նայելով նրա աչքերին։ Սխալ չէ, որդիս։ Սերը մի բան չէ, որ կարող ենք անջատել ծորակի պես։ Դու կարող ես սիրել քո մորը մի նույն ժամանակ տխուր զայրացած լինել նրա արածների համար։ Երկու զգացմունքներն էլ կարող են միաժամանակ գոյություն ունենալ, դա նորմալ է։ Նրանք երկար գրկախառնված մնացին, հայր ու որդի, միասին լաց լինելով, միասին ընկալելով, միասին բուժվելով։ Շուշանիկը հեռվից դիտում էր սենյակի կիսաբաց դռնից, սիրտը սեղմված։ Նա գիտեր, որ առջում ճանապարհը երկար ու դժվար է լինելու։ Բացված վերքերը ժամանակ կպահանջեն սպյանալու համար։ Բայց առաջին անգամ այն սարսափելի օրվանից գյուղական տանը նա հույսի նման մի բան զգաց։ Նրանք կհաղթահարեին սա։ Նրանք մյուս կողմից ավելի ուժեղ դուրս կգային։ 2 շաբաթ անց Էդուարդը նամակ ստացավ։ Նարեից էր։ Նա գրել էր բանտից, նամակն անցել էր անվտանգության բոլ, որ արձանագրություններով նախքան նրան հասնելը։ Էդուարդը երկար վարանեց բացելուց առաջ։ Նրա մի մասը չէր ուզում ոչինչ կարդալ, որը գալիս էր նրանից։ Բայց հետաքրքրասիրությունը հաղթեց։ Նամակը երկար էր, ձեռագիր, դողացող ձեռագրով։ Նարեն ներողություն էր խնդրում։ Նա բացատրում էր, առանց փորձելու արդարանալ, թե ինչպես էր հասել այդ կետին։ Խոսում էր իր դժվար անցյալի, աղքատության մեջ մեծանալու, միշտ ավելի լավ կյանքի մասին երազելու մասին։ Խոսում էր այն մասին, թե ինչպես Էդուարդին հանդիպելը թվացել էր այն հնարավորությունը, որին միշտ սպասել էր, թե ինչպես ամեն ինչ կորցնելու վախը նրան վերածել էր մի հրեշի, որին ինքն էլ չէր ճանաչում։ Նա ներողություն էր խնդրում Շուշանիկից, իմանալով, որ արժանի չէ։ Ներողություն էր խնդրում Էդուարդից բոլոր ստերի համար։ Եվ ամենակարևորը ներողություն էր խնդրում Պետրոսիկից, նրան անհնարին իրավիճակի մեջ դնելու, նրան սարսափելի բաների ականատես դարձնելու, այն մայրը չլինելու համար, որին նա արժանի էր։ Նամակի վերջում նա գրել էր մի բան, որը դաջվեց Էդուարդի մտքում։ Ես գիտեմ, որ դուք ինձ երբեք չեք ների, ես հասկանում եմ։ Բայց խնդրում եմ, թույլ մի տվեք, որ իմ հանդեպ ատելությունը կործանի ձեր ունեցած ընտանիքը։ Շուշանիկը անհավանական կին է, Պետրոսիկը օրհնված երեխա է, նրան որպես տատիկ ունենալու համար։ Հոգ տարեք միմյանց մասին։ Սիրեք միմյանց։ Եվ եթե մի օր Պետրոսիկը իմ մասին հարցնի, ասացեք նրան, որ չնայած իմ բոլոր սխալներին, ես նրան միշտ իսկապես սիրել եմ։ Նա միակ լավ ճշմարիտ բանն էր իմ ստերի կյանքում։ Էդուարդը դանդաղ ծալեց նամակը դրեց դարակում։ Նա չգիտեր, թե արդյոք երբ է ցույց կտա սա Պետրոսիկին։ Գուցե երբ տղան ավելի մեծ լինի, երբ կկարողանա ավելի լավ հասկանալ մարդկային հույզերի բարդությունը, այն կարողությունը, որ մարդիկ ունեն ինչպես բարու, այնպես էլ չարի համար։ Կյանքը սկսեց, դանդաղ, բայց հաստատուն, նոր ռիթմ գտնել։ Շուշանիկը վերադարձավ իր առօրյային, միշտ Էդուարդի Պետրոսիկի մոտ ուշադրության ներքո։ Նա դեռ դժվար օրեր էր ունենում, օրեր, երբ տրավմայի բեռը չափազանց ծանր էր։ Բայց ուներ նա լավ օրեր, երբ կարողանում էր ծիծաղել, խաղալ թոռան հետ, երախտագիտություն զգալ կենդանի լինելու համար։ Էդուարդը նորացված եռանդով ընկղմվեց աշխատանքի հայրության մեջ։ Նա թիմ վարձեց օգնելու տան Պետրոսիկի գործերում, երբ ինքն աշխատում էր, բայց պնդում էր, որ ներկա լինի, երբ հնարավոր է։ Ընտանեկան ընթրիքները սուրբ դարձան։ Հանգստյան օրերը բացառապես որդուն մորը նվիրված ժամանակ էին։ Եվ Պետրոսիկը, չնայած ամեն ինչին, ցուցաբերեց մի տոկունություն, որը տպավորեց բոլորին։ Թերապիայի, հոր տատիկի անվերապահ սիրո, առօրյայի անվտանգության շնորհիվ նա սկսեց դանդաղ վերականգնվել։ Մղձավանջները դեռ երբեմն գալիս էին, բայց գնալով ավելի հազվադեպ։ Ժպիտը վերադարձավ նրա դեմքին, սկզբում ամաչկոտ, բայց գնալով ավելի ներկա։ Գյուղական տան իրադարձություններից 3 ամիս անց Էդուարդը կարևոր որոշում կայացրեց։ Նա պատրաստվում էր այդ տրավմայի վայրը վերածել դրական մի բանի։ Պատրաստվում էր լիովին վերանորոգել գյուղական տունը, ջնջել այնտեղ տեղի ունեցածի հետքերը, ստեղծել նոր բան։
Մի բան, որը կխորհրդանշեր նոր սկիզբ, հույս, կյանք։ Նա խոսեց ճարտարապետների, լանդշաֆտային դիզայներների, դեկորատորների հետ։ Միասին նրանք եցին հավակնոտ նախագիծ։ Այն վայրը, որտեղ փորվել էր փոսը, պետք է վերածվեր հուշայգու, խաղաղության խորհրդածության տարածքի։ Կենտրոնում հոսող ջրի շատրվանը կխորհրդանշեր կյանքը, որը շարունակում է հոսել, միշտ շարժման մեջ, միշտ նորոգվելով։ Շուշանիկին խորհրդակցում էին նախագծի յուրաքանչյուր փուլում։ Սկզբում նա վստահ չէր, թե կկարողանա վերադառնալ այդ վայր, բայց երբ ծրագրերը սկսեցին ձևավորվել, նա զգաց, որ պետք է դա անի։ Պետք է դիմակայի այդ տարածքին, վերաիմաստավորի այն, խլի նրանից իրեն հետապնդելու ուժը։ Առաջին օրը, երբ նա վերանորոգումից հետո վերադարձավ գյուղական տուն, հուզիչ էր։ Էդուարդն ու Պետրոսիկը նրա կողքին էին, յուրաքանչյուրը բռնած նրա ձեռքերից մեկը։ Նրանք միասին քայլեցին դեպի հուշայգի, որտեղ առաջ փորված հող ու հուսահատություն էր, այժմ գունավոր ծաղիկներ էին, փայտե նստարաններ, շրջանած տնկված երիտասարդ ծառեր, կենտրոնում շատրվանը, բյուրեղյա մաքուր ջրով, որը փափկորեն ընկնում էր հարթ քարերի վրա։ Շուշանիկը երկար կանգնած մնաց այնտեղ, լուռ, արցունքները հոսում էին դեմքով։ Բայց դրանք ցավի արցունքներ չէին։ Դրանք ազատագրման արցունքներ էին։ Այդ վայրն այլս իշխանություն չուներ իր վրա։ Այն վերափոխվել էր, ինչպես ինքն էր վերափոխվում։ Գեղեցիկ է, տատիկ, ցածրաձայն ասաց Պետրոսիկը նրա կողքին։ Այո, իմ սեր։ Շատ գեղեցիկ է։ Էդուարդը գրկեց երկուսին էլ, նրանք մնացին այնտեղ երեքով միասին, լսելով ջրի ձայնը, զգալով մեղմ զեփյուռը, թույլ տալով, որ խաղաղության այդ պահը մի փոքր էլ լվանա իրենց կրած ցավը։ Այդ օրը Էդուարդը այգում հատուկ ծառ տնկեց։ Մի ծառ, որը, ըստ լանդշաֆտային դիզայների, կապրեր հարյուրավոր տարիներ։ Նա այդ ծառն անվանեց Վերածնունդ։ Եվ դրա տակ դրեց մի պարզ ցուցանակ, մի գրությամբ, որն ամփոփում էր այն ամենը, ինչ նրանք անցել էին, այն ամենը, ինչ սովորել էին։ Ուր խավար էր, մենք լույս տնկեցինք։ Ուր ցավ էր, մենք սեր աճեցրինք։ Ուր գրեթե վերջ էր, մենք տոնում ենք նոր սկիզբը։ 6 ամիս էր անցել այն օրվանից, որը քիչ էր մնում խլեր Շուշանիկի կյանքը։ Աշունը Աբովյան էր հասել, բերելով ավելի մեղմ ջերմաստիճան նորոգման զգացում։ Քաղաքը մոռացել էր վերնագրերը գրաված սկանդալը, բայց Շուշանիկի, Էդուարդի, Պետրոսիկի համար այդ ամիսները եղել էին բուժման վերակառուցման լարված ճանապարհորդություն։ Շուշանիկն այդ շաբաթ առավոտյան արթնացավ արի լույսից, որը ներս էր թափանցում իր վերանորոգված սենյակի պատուհանից։ Ավելի ընդարձակ, հարմարավետ բազկաթոռով, որտեղ նա սիրում էր նստել կարդալու։ Պատերը ջրի գույնի կանաչ էին, մի գույն, որը թերապտն առաջարկել էր իր հանգստացնող հատկությունների համար։ Խոհանոցում նա գտավ Էդուարդին, որը նախաճաշ էր պատրաստում։ Իր որդին սովորություն էր դարձրել հանգստյան օրերին վաղ արթնանալ, ուտելիք պատրաստելու։ Դա սեր ցույց տալու ներկա լինելու իր ձն էր։ Բարի լույս, մամ։ Լավ քնեցիր։ Քնեցի, որդիս։ Ամբողջ գիշեր, առանց արթնանալու։ Արդեն 3 շաբաթ անընդմեջ այդպես է։ Էդուարդը ժպտաց։ Դա մեծ ձեռքբերում էր։ Առաջին ամիսներին Շուշանիկը գիշերը մի քանի անգամ արթնանում էր վախեցած, վերապրելով տրավման։ Պետրոսիկը հայտնվեց դեռ գիշերանոցով, աչքերը շփելով։ Տղան այս ամիսների ընթացքում նկատելիորեն մեծացել էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Դեռ լուռ ու զգայուն էր, բայց նրա մեջ նոր ուժ կար։ Բարի լույս, տատիկ։ Նա համբուրեց տատիկի այտը։ Բարի լույս, իմ սեր։ Հրեշտակների հետ երազ տեսա՞ր։ Երազ տեսա, որ մենք գյուղական տանն էինք, բայց այլ կերպ էր։ Ամենուր ծաղիկներ կային, դու ծիծաղում էիր, տատիկ։ Շուշանիկը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց ու ջերմացավ։ Պետրոսիկի երազները գյուղական տան մասին սարսափելի մղձավանջներ էին եղել։ Նրանից գեղեցիկ երազի մասին լսելը նշան էր, որ նրանք խաղաղություն էին գտնում։ Նախաճաշի ընթացքում Էդուարդը հայտարարություն արեց. Կարևոր նորություն ունեմ։ Որոշել եմ ստեղծել նեյրոդիվերգենտ երեխաների համար ինստիտուտ, երեխաների, որոնք, ինչպես Պետրոսիկը, յուրահատուկ են կարիք ունեն մի միջավայրի, որը կհասկանա նրանց կարիքները։ Շուշանիկը զգաց, որ արցունքները լցվում են աչքերը։ Իր որդին ողբերգությունը վերածում էր հույսի։ Եվ ուզում եմ ինստիտուտն անվանել քո պատվին, Պետրոսիկ։
Պետրոս Էդուարդի անվան ինստիտուտ։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, որ քաջությունը տարիք չի ճանաչում, որ սերն ավելի ուժեղ է, քան վախը։ Էդուարդը ծնկի իջավ որդու կողքին։ Դու 6 տարեկան էիր, վա։ Խեցած էիր, բայց քաջություն գտար անելու այն, ինչ ճիշտ էր։ Դա հերոսություն է։ Հաջորդ շաբաթների ընթացքում Էդուարդն ընկղմվեց նախագծի մեջ։ Ընդարձակ հողատարածք գնեց, մասնագիտացված ճարտարապետներ վարձեց, խորհրդակցեց մանկավարժների հետ։ Շուշանիկն ակտիվորեն մասնակցում էր, այցելելով հողատարածք, առաջարկություններ անելով, գույներ ընտրելով։ Պետրոսիկը նույնպես իր ներդրումն ունեցավ, առաջարկելով գրադարան մեծ բարձերով, արվեստի սենյակ բնական լույսով այգի ծառերով։ 4 ամիս անց Պետրոս Էդուարդի անվան ինստիտուտը պատրաստ էր։ Գեղեցիկ հյուրընկալ շենք, շրջապատված այգիներով, գունավոր սենյակներով, գրադարանով, թերապիաների համար տարածքներով, բացօթյա ամֆիթատրոնով։ Բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի մի արոտ շաբաթ օր։ Ավելի քան 200 մարդ էր ներկա։ Շուշանիկը նյարդայնանում էր, քանի որ Էդուարդը պնդել էր, որ նա ելույթ ունենա։ Էդուարդը բարձրացավ բեմ Պետրոսիկի հետ։ Այսօր մենք բացում ենք Պետրոս Էդուարդի անվան ինստիտուտը, մի նախագիծ, որը ծնվել է դժվար պահերից, բայց որը ներկայացնում է հույս այն համոզմունքը, որ մենք կարող ենք ընտրել սերը վախի փոխարեն։ Նա խոսեց ինստիտուտի առաքելության որակավորված մասնագետների մասին։ Այս ինստիտուտը կրում է իմ որդու անունը, քանի որ նա ինձ սովորեցրեց իսկական քաջություն։ Բայց այս ամենը գոյություն չէր ունենա առանց իմ մոր, տիկին Շուշանիկի։ Ծափահարությունները լցրին օդը։ Շուշանիկը բարձրացավ բեմ դողացող ոտքերով։ Էդուարդը գրկեց մորը, նախքան նրան խոսափողը փոխանցելը։ Ես լավ չեմ գեղեցիկ խոսքերով։ Կյանքս անցկացրել եմ ձեռքերովս աշխատելով, ոչ թե ելույթներ ունենալով։ Բայց պետք է մի քանի բան ասեմ։ Նա նայեց Պետրոսիկին։ Ամիսներ առաջ ես գրեթե կորցրի կյանքս։ Բայց իմ թոռն ինձ սովորեցրեց, որ նույնիսկ վախենալով, մենք կարող ենք խիզախ լինել։ Նա փրկեց իմ կյանքն այդ օրը, ամեն օր դրանից հետո։ Շրջվեց դեպի Էդուարդը։ Եվ իմ որդին ինձ ցույց տվեց, որ մոխիրներից կարող են ծաղիկներ ծնվել։ Այս ինստիտուտն ապացույցն է, որ սերը միշտ հաղթում է։ Նա դադար տվեց։ Այն երեխաներին, ընտանիքներին, որոնք կգան այստեղ, դուք յուրահատուկ եք։ Այստեղ դուք կգտնեք անվտանգ վայր, մեծանալու լինելու հենց այն, ինչ դուք եք։ Ծափահարությունները երկար հուզական էին։ Շուշանիկն իջավ, գրկած որդուն թոռանը, լիարժեքության զգացումով։ Հետո շատ մարդիկ մոտեցան նրան։ Կարինե անունով մի տիկին ասաց. Դուք ոգեշնչում եք։ Ձեզ ոտքի վրա տեսնելն ինձ հույս է տալիս։ Շուշանիկը բռնեց նրա ձեռքերը։ Դուք կհաղթահարեք։ Կցավի, բայց դուք կբացահայտեք մի ուժ, որի մասին նույնիսկ չգիտեիք, որ ունեք։ Հաջորդ շաբաթների ընթացքում Շուշանիկը հարյուրավոր նամակներ ստացավ ոգեշնչված մարդկանցից։ 23 տարեկան մի երիտասարդ կին գրել էր, որ իր քաջությունից ոգեշնչված դատապարտել է իր բռնարար նախկին ընկերոջը։ Էդուարդը նույնպես իր բուժման ճանապարհն էր անցնում։ Նարեի դավաճանությունը սասանել էր նրա վստահությունը, բայց նա դանդաղ վերականգնվում էր թերապիայի ինստիտուտում աշխատանքի միջոցով։ Պետրոսիկը շարունակում էր առաջադիմել։ Նա արվեստի մեջ գտել էր իր զգացմունքներն արտահայտելու միջոց։ Մի հատուկ նկարում նա պատկերել էր 3 կերպարների, որոնք ձեռք-ձեռքի տված կանգնած էին ծիածանի տակ։ Սա մենք ենք, հայրիկ։ Իսկ ծիածանը նրա համար է, որ փոթորկից հետո միշտ գեղեցիկ բան է գալիս։ Էդուարդն այդ նկարը շրջանակի մեջ դրեց իր գրասենյակում։ Բացումից 6 ամիս անց Շուշանիկը զանգ ստացավ։ Քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողից էր։ Նարեն խնդրել էր խոսել նրա հետ։ Շուշանիկը քարացավ, երբ ստացավ հաղորդագրությունը։ Նա ամբողջ գիշեր չքնեց, մտածելով, ընդունել, թե ոչ։ Առավոտյան խոսեց Էդուարդի հետ, որը կտրականապես ասաց, որ նա պարտավոր չէ դա անել, որ նա Նարեին ոչինչ պարտք չէ, որ ոչ ոք դա նրանից չի սպասում։ Բայց որքան շատ էր մտածում, այնքան ավելի էր Շուշանիկը զգում, որ պետք է դա անի։ Ոչ թե Նարեի, այլ իր համար։ Մի շրջան փակելու համար։ Նայելու այն մարդու աչքերին, որը քիչ էր մնում խլեր իր կյանքը, ցույց տալու, որ ինքը գոյատել է, որ հաղթել է։ Այցը նշանակվեց 1 շաբաթ անց։
Շուշանիկը որոշեց միայնակ գնալ, չնայած Էդուարդը պնդում էր ուղեկցել նրան։ Նա պետք է դա աներ ինքնուրույն, իր սեփական ուժերով։ Քրեակատարողական հիմնարկը սառը անդեմ վայր էր։ Շուշանիկն անցավ մի քանի անվտանգության ստուգումներով, զգալով, թե ինչպես է սիրտը գնալով ավելի արագ բաբախում։ Երբ վերջապես նրան տարան այցելությունների սենյակ, մի փոքր սենյակ սեղանով երկու աթոռով, նա նստեց սպասեց, ձեռքերը քրտնած, շնչառությունը անկանոն։ Երբ Նարեն մտավ հսկիչի ուղեկցությամբ, Շուշանիկը գրեթե չճանաչեց նրան։ Կինը շատ էր նիհարել, մազերը ավելի կարճ էին առանց նախկին խնամքի, դեմքը կարծես տարիներով մեծացել էր ընդամենը ամիսների ընթացքում։ Բանտի հագուստը չափազանց մեծ էր թվում նիհար մարմնի վրա։ Բայց ամենաշատը ուշադրություն գրավեցին աչքերը։ Աչքեր, որոնք առաջ փայլում էին հավակնոտությամբ հաշվարկով, այժմ դատարկ էին թվում, բարդված, կրում էին մի բեռ, որը շատ ավելին էր, քան ֆիզիկական բանտարկությունը։ Նրանք նստեցին միմյանց դիմաց, ծանր լռությունը նրանց միջ։ Առաջինը խոսեց Նարեն, ձայնը խռպոտ մեկից, ով շատ էր լացել։ Ես չէի սպասում, որ դուք կգաք։ Այս ամենից հետո։ Ես էլ չէի սպասում, որ կգամ, պատասխանեց Շուշանիկը, ձայնը հաստատուն պահելով, չնայած ներքին դողին։ Ես գիտեմ, որ այն ամենը, ինչ կասեմ, չի փոխի այն, ինչ արել եմ։ Ես գիտեմ, որ արժանի չեմ նույնիսկ ձեր կողմից նայվելու։ Բայց ես պետք է անձամբ ասեի, նայելով ձեր աչքերին, ես շատ եմ ցավում։ Ես շատ եմ ցավում ամեն ինչի համար։ Շուշանիկը երկար լուր դիտում էր Հարսին։ Նա փնտրում էր կեղծիքի, մանիպուլյացիայի նշաններ, այն դիմակն է, որոնք Նարեն միշտ այնքան լավ էր կրում։ Բայց այն ամենը, ինչ տեսավ, անկեղծ զղջում էր, մի խորը ցավ, որը ներսից ուտում էր այդ կնոջը։ Դա չէր ջնջում արվածը, ոչինչ չէր փոխում, բայց դա ինչ-որ բան էր։ Ինչու՞։ Դա արեցիր, Նարե։ Ես քեզ երբեք վատություն չեմ արել։ Ես ընդամենը ուզում էի սիրել իմ թոռանը մոտ լինել իմ ընտանիքին։ Նարեն գլուխը խոնարհեց, արցունքները սկսեցին հոսել։ Գիտեմ։ Եվ դա է, որ ինձ սպանում է ներսից ամեն օր։ Դուք արժանի չէիք այն ամենին, ինչ ես արեցի։ Բացարձակապես ոչնչի։ Ես վախենում էի։ Այնքան էի վախենում կորցնել այն ամենը, ինչ ունեի։ Տունը, հարմարավետ կյանքը, հարգանքը, Պետրոսիկին։ Եվ վերջում ես ամեն ինչ կորցրի մի նույնը։ Միայն թե կորցրի շատ ավելի վատ ձով։ Կորցրի, լինելով հրեշ։ Նրանք խոսեցին գրեթե 1 ժամ։ Նարեն պատմեց իր կյանքի մասին բանտում, անքուն գիշերների մասին, տանջվելով մղձավանջներից, թերապիաների մասին, որոնք անցնում էր, այն մասին, թե ինչպես էր վերջապես դիմակայում ներքին դերին, որոնք նրան հասցրել էին այդ կետին։ Շուշանիկն ավելի շատ լսում էր, քան խոսում, փորձելով հասկանա։ Ոչ թե անպայման ներելու, այլ այդ ամենում որը իմաստ գտնելու համար։ Երբ այցելությունն ավարտվում էր, Նարեն դողացող ձեռքերով մեկնեց կնքված նամակ։ Մի օր, երբ Պետրոսիկն ավելի մեծ լինի, երբ նա պատրաստ լինի, կտաք սա նրան։ Պարտադիր չէ հիմա։ Բայց մի օր ես կուզենայի, որ նա իմանար, որ չնայած իմ բոլոր ստերին, իմ բոլոր սարսափելի սխալներին, ես նրան իսկապես սիրել եմ։ Նա միակ լավ ճշմարիտ բանն էր իմ ստերի կյանքում։ Շուշանիկը վերցրեց նամակը դրեց պայուսակի մեջ, ոչինչ չխոստանալով, կեղծ հույսեր չտալով։ Այնտեղից դուրս գալով, նա շնչեց կեսօրվա թարմ օդը, կարծես առաջին անգամ լիներ։ Նա նայել էր իր դահիճին նորից գոյատել։ Իրեն ցույց էր տվել, որ Նարեն այլս իշխանություն չունի իր վրա։ Դա ազատագրող էր մի ձով, որը նա չէր սպասում։ Կարծես հսկայական բեռ էր հանվել ուսերից։ Ամիսները շարունակում էին անցնել, բերելով ավելի շատ բուժում աճ։ Ինստիտուտը ծաղկում էր սպասելիքներից դուրս։ Տասնյակ երեխաներ արդեն սպասարկվում էին յուրաքանչյուր առաջընթացի պատմություն, յուրաքանչյուր նվաճված ժպիտ, յուրաքանչյուր վերափոխված ընտանիք, բալասանի պես էր Շուշանիկի հոգու համար։ Շուշանիկը պաշտոնապես ընդունել էր ինստիտուտի ընդունելության տնօրենի պաշտոնը։ Նա ակադեմիական կրթություն չուներ այդ պաշտոնի համար, բայց ուներ շատ ավելի արժեքավոր բան, անկեղծ կարեկցանք, կյանքի փորձ, հսկայական սիրտ։ Նա օրերն անցկացնում էր, խոսելով վախեցած կորած եկած ընտանիքների հետ, լսելով նրանց պատմություններն առանց դատելու, հարմարավետություն առաջարկելով, երբ խոսքերը պակասում էին, ուղղորդում, երբ ճանապարհն անհնարին էր թվում։ Ինստիտուտում կար մի հատուկ սենյակ, որը դարձել էր Շուշանիկի սիրելի ապաստանը։
Դա փոքր սենյակ էր, հարմարավետ բազմոցներով, մեծ պատուհանով, որը նայում էր այգուն, պատերով, որոնք զարդարված էին հենց երեխաների արած նկարներով։ Այնտեղ նա առաջին անգամ ընդունում էր ծնողներին, թեյ էր առաջարկում, ստեղծում էր անվտանգ միջավայր, որտեղ նրանք կարող էին լաց լինել, թափել հոգին, հույս ունենալ։ Այս ծնողներից շատերը ինստիտուտ էին գալիս հյուծված միայնակ պայքարելուց, չհասկացվելուց, իրենց երեխաների տառապանքը տեսնելուց։ Եվ երբ նրանք դուրս էին գալիս այդ սենյակից Շուշանիկի հետ խոսելուց հետո, այլ կերպ էին դուրս գալիս։ Դուրս էին գալիս, իմանալով, որ այլս մենակ չեն։ Մի կեսօր մի երիտասարդ մայր մտավ այդ սենյակ, կրկին 4 տարեկան տղա։ Երեխան անհանգիստ էր, կրկնվող շարժումներ էր անում ձեռքերով, խուսափում էր տեսողական շփումից։ Մայրը խորս շրջանակներ ուներ աչքերի տակ արցունքներ աչքերում, նախքան խոսել սկսելը։ Ես այլս չգիտեմ ինչ անել, ասաց նա, ձայնը կոտրվելով։ Բոլորն ասում են, որ դա իմ մեղքն է, որ ես նրան երես եմ տալիս, որ պետք է ավելի խիստ լինեմ։ Բայց ես գիտեմ, որ իմ որդին յուրահատուկ է։ Ես պարզապես օգնության կարիք ունեմ, նրան ավելի լավ հասկանալու համար։ Շուշանիկը ծնկի իջավ տղայի առջ, հարգելով նրա տարածքը, մեղմ ժպտաց։ Գիտեք, սիրելիս, ասաց նա մորը, այն սերը, որ դուք զգում եք այս տղայի հանդեպ, գրված է ձեր յուրաքանչյուր խոսքում։ Եվ դա ամենակարևոր բանն է։ Մնացածը միասին կսովորենք։ Դուք այլս մենակ չեք։ Մայրը թեթացումից լաց եղավ։ Եվ Շուշանիկը գրկեց նրան, հստակ իմանալով, թե ինչ է նշանակում մենակ զգալ, թե ինչ է նշանակում հուսահատորեն կարիք ունենալ մեկի, ով կհասկանա։ Էդուարդը հավասարակշռում էր իր ընկերությունը ինստիտուտի հետ, հավասարապես նվիրվելով երկուսին էլ։ Նա կյանքում նորացված նպատակ էր գտել։ Եվ Պետրոսիկը ծաղկում էր։ Նա մեծանում էր առողջ, վստահ, սիրով շրջապատված։ Գիտեր իր պատմությունը, գիտեր, որ իր ծագման մեջ բարդություններ կան, բայց նա գիտեր, որ խորապես սիրված է։ Իրադարձություններից 1.5 տարի անց ընտանիքը հավաքվել էր տան պատշգամբում։ Էդուարդը խորոված էր պատրաստել, նրանք պարզապես վայելում էին միմյանց ընկերակցությունը աստղազարդ երկնքի տակ։ Պետրոսիկը, այժմ 8 տարեկան, պառկած էր տատիկի գրկում։ Տատիկ, դու հավատում ես, որ մարդիկ կարող են փոխվել։ Շուշանիկը ուշադիր մտածեց։ Ես հավատում եմ, որ այո։ Բայց միայն եթե նրանք իսկապես ուզեն։ Եվ նույնիսկ երբ փոխվում են, դա չի ջնջում այն, ինչ արել են։ Բայց փոխվելու հնարավորությունը միշտ գոյություն ունի։ Կարծում ես, մի օր մայրիկ Նարեն կփոխվի։ Էդուարդը մոտեցավ։ Գուցե, որդիս։ Բայց դա մեր պատասխանատվությունը չէ։ Մեր պատասխանատվությունը մեզ մասին հոգ տա։ Նելն է միմյանց սիրելը։ Պետրոսիկը լռեց։ Ես հույս ունեմ, որ նա կփոխվի։ Որովհետև բոլորն արժանի են ավելի լավը լինելու հնարավորության։ Շուշանիկն ավելի ամուր գրկեց թոռանը։ Այդ տղան այնքան մաքուր սիրտ ուներ։ Նույնիսկ այս ամենից հետո նա դեռ կարողանում էր բարին ցանկանալ։ Ավելի ուշ, երբ Պետրոսիկը քնած էր, Էդուարդն ու Շուշանիկը զրուցում էին պատշգամբում։ Մամ, դուք երբեք մտածել եք գիրք գրելու մասին։ Ձեր պատմությունը կարող է շատ մարդկանց օգնել։ Շուշանիկը ծիծաղեց։ Ես։ Որդիս, ես հազիվ եմ տարրական դպրոցն ավարտել։ Կարող ենք մեկին վարձել օգնելու համար։ Ձեր պատմությունը հզոր է։ Կարող է ոգեշնչել մարդկանց։ Կմտածեմ այդ մասին։ Այդ սարսափելի օրվանից 2 տարի անց, մի արոտ կեսօր, ինստիտուտը նշում էր իր տարեդարձը։ Տոնակատարություն էր կազմակերպվել, Պետրոսիկը ցանկացել էր խոսել։ Տղան վստահորեն բարձրացավ բեմ։ Երբ ես 6 տարեկան էի, շատ դժվար բանի միջով անցա։ Ես ստիպված էի որոշում կայացնել, որը ոչ մի երեխա չպետք է կայացնի։ Բայց իմ հայրն ու տատիկն ինձ մի բան սովորեցրին, ճիշտ բան անելը միշտ չէ, հեշտ է, բայց միշտ ճիշտ է։ Նա նայեց Էդուարդին Շուշանիկին։ Այս ինստիտուտը գոյություն ունի, որովհետև վատ մարդիկ վատ բաներ արեցին, բայց լավ մարդիկ ընտրեցին լավ բաներ անել։ Իմ տատիկը գրեթե կորցրեց կյանքը, բայց ընտրեց ապրել։ Իմ հայրը կորցրեց իր ընտանիքը, բայց կառուցեց նորը։ Եվ ես սովորեցի, որ ընտանիքը միայն արյունը չէ։ Դա սեր է։ Ընտրություն է։ Ներկա լինելն է։ Ծափահարությունները խլացուցիչ էին։
Էդուարդն ու Շուշանիկը ոտքի էին կանգնել, ծափահարելով հպարտությունից լցված։ Երբ Պետրոսիկն իջավ, նրան գրկեցին երկուսն էլ, երեքը մնացին այնտեղ, միաժամանակ լաց լինելով ծիծաղելով։ Հուսահատությամբ սկսված պատմությունը վերածվել էր գեղեցիկ մի բանի։ Շուշանիկը շուրջը նայեց, տեսնելով այգում վազող երեխաների, աջակցություն գտնող ընտանիքների, խորը խաղաղություն զգաց։ Նա գոյատել ծաղկել էր։ Էդուարդը նայեց մորն ու որդուն, երախտագիտություն զգալով։ Այո, նա կորցրել էր ամուսնությունը դավաճանվել։ Բայց նա պարզություն էր ձեռք բերել այն մասին, թե ինչն է իրականում կարևոր։ Նա ուներ մորը, ուներ որդուն, ուներ նպատակ։ Դա ավելին էր, քան բավարար։ Եվ Պետրոսիկը, նայելով իր սիրելի մեծահասակներին, իրեն անվտանգ զգաց։ Գիտեր, որ իր պատմությունը բարդ է, բայց նա գիտեր, որ անվերապահորեն սիրված է։ Արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Ինստիտուտի լույսերը վառվեցին, ստեղծելով հյուրընկալ փայլ։ Երբ բոլորը գնացին, մնացին միայն Էդուարդը, Շուշանիկը, Պետրոսիկը։ Նրանք քայլում էին վերանորոգված գյուղական տան հուշայգով, որն այժմ ինստիտուտի կցամասն էր։ Կանգ առան վերածննդի ծառի առջ, որն արդեն զգալիորեն աճել էր։ Զարմանալի է, թե ինչպես է այն աճել, նկատեց Պետրոսիկը։ Այո, համաձայնեց Շուշանիկը։ Ինչպես մենք։ Էդուարդը միտը դրեց մոր, մյուսը որդու շուրջ։ Գիտեք ինչ սովորեցի։ Ես սովորեցի, որ վերջը երբեք իսկական վերջ չէ։ Այն միշտ մեկ այլ բանի սկիզբ է։ Մենք պարզապես պետք է քաջություն ունենանք դա տեսնելու։ Շուշանիկը գլխով արեց։ Իսկ ես սովորեցի, որ ճշմարտությունը որքան էլ փորձեն թաղել, միշտ շնչելու ճանապարհ է գտնում։ Ինչպես ես գտա։ Պետրոսիկը բռնեց երկուսի ձեռքերը։ Իսկ ես սովորեցի, որ ընտանիքը նա է, ով քո կողքին է, երբ ամեն ինչ փլուզվում է։ Նա է, ով օգնում է քեզ վերակառուցել։ Դա սեր է, որը չի հանձնվում։ Երեքը մնացին այնտեղ, մինչ գիշերն իջնում էր, դիտելով այն ծառը, որը խորհրդանշում էր այն ամենը, ինչ նրանք հաղթահարել էին։ Մի ծառ, որը կշարունակեր աճել, ինչպես իրենք կշարունակեին աճել։ Պատմությունը, որը գրեթե ավարտվել էր գերեզմանում, վերածվել էր սիրո, քաջության հույսի ժառանգության։ Եվ այսպես Շուշանիկը, այն կինը, որը մի օր գրեթե ողջ թաղվել էր, վերածվեց ուժի վերածննդի խորհրդանիշի, բոլորին հիշեցնելով, որ քանի դեռ կյանք կա, միշտ կա նորից սկսելու հնարավորություն։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Շուշանիկի, Էդուարդի Պետրոսիկի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս հաղթահարման, քաջության անվերապահ սիրո ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված գրավիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը տոկուն կողմը։ Ձեր ներկայությունն այստեղ շատ կարևոր է մեզ համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը։